Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, հարգելի դիտողներ, այսօր մայիսի 21-ն է, օրը 5-շաբթի, ուղիղ եթերում Բևերի ամենշաբաթյա ասուլիսն է եւ այսօր տաղավարում մեր քննարկմանը մասնակցում են ազգային ժողովրդավարական Բևերի խորհրդի անդամներ Արա Պապյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաեւ Բևերի ընտրական ցուցակի առաջին եռյակը Գևորգ Կարապետյան, Գևորգ Սաֆարյան եւ Արմինե Սախոյան։ Բարև ձեզ, սիրելի հյուրեր, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Հիմա մի փոքր սկզբից անդրադառնանք այն հարցին, թե ինչպես է անցնում ընդհանուր թե Բևերի, թե ընդհանուր Հայաստանում նախընտրական այս քարոզչական տրամադրությունները ինչպես կգնահատեք։ Փաստորեն վերջին օրերին մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյան անձնավորություն, որը բացահայտ անկառավարելի իրավիճակում է հայտնվել, երբ հայտնվում է քաղաքացիների, ովքեր ունեն հակադիր կարծիք եւ իրականությունը իր եւ թիմակիցների դեմերեսին ասում են, դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը բացահայտ կորցնում է ինքնատիրապետումը, սպառնալիքներով խոսում, ընդհուպ մինչև այս օրերին 2-3 օր է համացանցում լուսանկար է տարածվում, թե ինչի չէ զոհվել ու այսպես Նիկոլ Փաշինյանը ինչպես է ձեռքը թափահարում, մատը թափահարում։ Խնդրեմ, արցախցիներին բացահայտ ասում է դուք ինչի փախակ եկաք, Արցախը դուք եք հանձնել, սա պատասխանատվությունը իր վրայից գցելու շատ լավ առիթ է, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել, բայց արդյոք դրան ժողովուրդը տրվում է, հավատում է, ընդհանուր այս իրավիճակին անդրադառնանք, խնդրեմ։ Չհաշված մեծ դժվարություններին մեր պիկապի մասով, որ ստեղծեցին, մեր ընտրարշավը դեպի Սյունիք կասեցրեցին, որը վերականգնվող վնաս չի, մեր օրվա պլանը արդեն կազմված էր, էլ այդ օրը հետ բերել հնարավոր չի, էլի մենք կփորձենք, բայց մեր պլանների, մեր գրաֆիկի մեջ բավականին մեծ վնաս, բավականին էլի գնալու ենք Սյունիք, ուղղակի բավականին մեծ վնաս հասցվեց մեզ ժամանակի առումով։ Մյուս մասով մենք մարզեր այցելում ենք, Երևանի տարբեր վարչական շրջաններ այցելում ենք, նույնիսկ այս վերջում Կոմիտասով այդ իրազեկման ակցիա ենք իրականացնում, մարդիկ մեր հետևից վազելով գալիս են, որ բուկլետ վերցնեն, մի քիչ արագ էինք քայլում այդ ընթացքում։ Մի խոսքով ջերմ են ընդունում քաղաքացիները մեզ։ Դա այն արաբկիրներ, որը առավոտից երեկո Նիկոլ Փաշինյան մերժեց եւ մեզ շատ ջերմ ընդունեցին, շատ սիրով վերցնում էին մեր թռուցիկները, կարդում էին, ծանոթանում էինք, մի խոսքով շատ լավ անցավ։ Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ դրսևորումը, ձայնի տոնայնությունը, իր այսպես ղժղժացող իր պահվածքը խոսում է մեկ բանի մասին, որ ինքը այլևս կորցրել է իշխանությունը եւ չունի ժողովրդական աջակցություն, դրա համար վախը տիրել է իր ներսում եւ ինքը փորձում է այն հին հնարքները օգտագործել, փորձելով ցեմենտել կամ պահել աջակիցների այն փոքր խմբակը, ում դուր է գալիս հենց այդպիսի պահվածքը, հենց 18 թվականի այդ ճղճը, ես պատժելու եմ, խեղդելու եմ, չգիտեմ, գետնով, ասֆալտով եմ տալու, 21 թվականին եւս աշխատեց եւ ինքը փորձում է, այսինքն երկու անգամ աշխատած մեթոդը ինքը փորձում է կիրառել այսպես հուսահատ ձևի 26 թվականին եւս հիմա ինչքանով կաշխատի իր մոտ ինքը փորձում է դա կիրառել, որը ինձ թվում է էլ չի ստացվի, ժողովուրդը պետք է որ իմ կարծիքով երրորդ անգամ չխապնվի այդ շոուներին, այս բեմականացմանը։ Այս մասով ով ունի լրացում։ Եթե մենք գնահատում ենք այն գործընթացները, որ տեսնում ենք, հա, այս նախընտրական գործընթացները։ Իդեպ ազգային ժողովրդավարական Բևերի ընտրական ցուցակի երկրորդ համար падգամավորի տեխնացու Գևորգ Սաֆարյան։ Ես սա ասում եմ, որովհետև մեր խոսքը նաև տրամադրվելու է հանրային ռադիոյին։ Շատ լավ։ Եթե մենք գնահատում ենք այս գործընթացները, ապա նման նախընտրական գործընթացներ Հայաստանի նորագույն պատմության մեջ երբեք չեն եղել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ակնհայտ հանցավոր գործունեություն ծավալի հրապարակային, ակնհայտ ատելության խոսք տարածի Արցախահայության նկատմամբ, մարդկանց ուղիղ տեքստով վիրավորանքներ ուրեմն ուղիղ եթերից եւ վարքագիծը առհասարակ ոչ ադեկվատ վարքագիծ ունենա, որևիցե պարագայում
հա մենք ունեցել ենք ավտորիտար ռեժիմներ այս տարիների ընթացքում, որևիցե պարագայում այսպիսի վարքագիծ որևիցե ռեժիմի ղեկավար չի ցուցաբերել։ Այսինքն մենք արդեն հասել ենք հատակին, չնայած անընդհատ մենք ասում ենք հասել ենք հատակին, հետո պարզվում է չէ, չենք հասել, ավելի վատ բաներ ենք տեսնում։ Նորանոր հատակներ ենք նորանոր հատակներ կհասնի ինչ է արել, որ խեղճ Փաշինյանը։ Ուրեմն այդ լսողը նախկիններին որոշել է պատժել, գլխատել, եռագլուխ հրեշներ։ Ինչ վերաբերվում է նախկիններին պատժելու այս թեզը, որ իրենք առաջ են տանում, այստեղ հարց է առաջանում, դուք արդեն գրեթե մոտենում է 10 տարի է իշխանության եք, իսկ ինչի չեք պատժել։ Եվ այդ մարդկանց մենք պիտի դա բացատրենք, որ եթե այս մարդիկ ուզենային նախկիներին պատժել, ապա պատժել են շատ վաղուց։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ իրեն ներկայացրել են գաղտնի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ նախկինները համատարած թալանել են հայ ժողովրդին։ Եվ հետո ինքը հայտարարեց, որ ինքը լյուստրացիա չի անելու եւ այդ փաստաթղթերը չի հանելու գաղտնի արխիվներից։ Այսինքն ակնհայտ է, որ այս իշխանությունները որևիցե ցանկություն չունեն նախկիններին պատժելու, այլ դա օգտագործում են նորից ձայն հավաքելու համար։ Ինչ վերաբերում է մեր քարոզարշավին, ապա տեսանք, որ փիքափի մասով արդեն եղավ ոստիկանական մահակի կիրառությունը եւ պարզ է, որ ելի են լինելու նման խոչընդոտներ, այսինքն ռեժիմը ամեն բան անում է, որպեսզի ճշմարիտ խոսքը մեր հանրությանը չհասնի։ Պետք է հասկանալ, որ փիքափի վրա տեղադրված էին համապատասխան բարձրախոսներ եւ մենք գնալու ենք Սյունիք, ամենախոցելի մարզը մեր երկրի, եւ ներկայացնելու ենք սյունեցիներին, որ այն խաղաղության կեղծ թեզերը, որ առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը, դա սուտ է, եւ նրա դավաճանական գործունեության արդյունքում այսօր Սյունիքը գտնվում է օղակի մեջ։ Ադրբեջանական զորքը փաթաթված է Սյունիքի պարանոցին 4 կողմից։ Եվ սա հասկանալով նրանք հենց այդ փիքափը բարձրախոսներով զինված ձերբակալեցին, որպեսզի փիքափը չհասնի Սյունիք։ Իդեպ ես նման համեմատում տեսա, որ 2015 թվականին Սերժ Սարգսյանի ռեժիմը չթողեց, որպեսզի հիմնադիր խորհրդարանը հասնի Արցախ, 2026-ին էլ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը այս կերպ խոչընդոտեց, որպեսզի չհասնի Բևերի քարոզչական խումբը Սյունիք։ Այո, դա այդպես է եւ ժամանակին մենք երբ որ գնում ենք Արցախ զգուշացնելու այն վտանգների մասին, որոնք կախված էին Արցախի պարանոցին, սկզբից մեզ արգելեցին, բայց հետագայում մենք գնացինք Արցախ եւ մենք բարձրաձայնեցինք այդ վտանգների մասին եւ նաեւ այդ վտանգների մասին տեղեկացնում ենք այսօրվա իշխանություններին, սակայն նրանք հակադարձելով մեզ ասացին մենք ոչ թե պատրաստվում ենք պատերազմի, այլ պատրաստվում ենք խաղաղության, ինչի արդյունքում մենք ունեցանք ահռելի զոհեր եւ կորուստներ։ Սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ ազգային ժողովրդավարական բևերի քվեաթերթիկը 8-րդն է, հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր եւ քվեարկում ենք ազգայինի օգտին, համար 8-ի օգտին ազգային ժողովրդավարական բևեր։ Մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, հիշեցնեմ, որ վաղը առավոտյան ազգային ժողովրդավարական բևերը ուղևորվում է Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիքի մարզում ապրող մեր հայրենակիցներին կոչ ենք անում ակտիվ մասնակցել մեր հանդիպումներին, որոնք տեղի կունենան Մարտունիում, Գավառում եւ Սևանում։ Սպասում ենք սիրով ձեզ, մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական էջում։ Այս մասով եթե կա ավելացում, խնդրեմ ավելացնեմ։ Արմինե Սախոյան, Բևերի պատգամավորության թեկնածու 3-րդ համար։ Ինչը որ տեսնում ենք Երևանի փողոցներում մեծամասամբ, իհարկե անհնար է, որ այլ ուժերին աջակցողներ կամ ընտրողներ չլինեն, բայց այն ինչը որ խոսվում է ազգային ժողովրդավարական բևերի կողմից մարդկանց թափեցնում է եւ ինչպես միշտ մենք ճշմարտությունն ենք խոսում։ Հիմա եթե Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, առաջին հերթին Փաշինյանը պետք է խաղաղություն բերի ինքը հենց իր թիմում եւ իր թիմի եւ ժողովրդի միջև։ Իսկ դա չկա։ Հետևաբար այդ խաղաղությունը, սիրում եմ ձեզ, դրանք ընդհանրապես քարոզարշավի ընթացքում օգտագործվում է, որպեսզի այն մարդիկ, ովքեր
դեռ իրենց խապված լինելը իձև գլխի չեն ընկել, որ խապված են կամ էլ հաշտ են դրա հետ, որ իրենք խապված են, ուղղակի այդ մարդկանց ինքը հանգստացնում են, նրանք էլ իրենց ականջներին հաճո ինչ-որ բաներ են լսում, բայց Փաշինյանին հնարավորություն տրված է եղել 8 տարի, որպեսզի ինքը այն ինչը որ խոսում է կպատժեմ, չգիտեմ, կսատկացնեմ ինչ կանեմ, երբևէ մենք դա չտեսանք եւ սուտ խաղաղություն քարոզել իր մոտ միևնույն է չի ստացվում, որովհետեւ եթե իր ներսում ինքը խաղաղություն ունի, ինքը միայն բռնության կոչերով է կարողանում ծափահարություններ ստանալ։ Այլ դեպքում, եթե ինքը միտք արտահայտեր, իհարկե նա ունակ չէ, եթե գաղափար արտահայտեր, որին նույնպես ունակ չէ, բացարձակ ծափահարություններ չէր ստանալու, որովհետև գաղափար եւ միտք ունեցող մարդիկ չեն կարող դավաճանին ծափահարել։ Հետևաբար ինքը պետք է բռնություն, սպառնալիք, խտրականություն, նման բաներ ասի եւ այդ դեպքում ստանա ծափահարություններ։ Ինքը ընդհանրապես ծափահարությունների է արժանանում զուտ այդ խապված մարդկանց կողմից։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ովքեր դիտում են մեր եթերը անպայման լայքել, գրել մեկնաբանություններ եւ տարածել այս եթերը ձեր սոցցանցերի էջերում։ Հիմա հաջորդ հարցս Նիկոլ Փաշինյանը կիրառում է գրեթե նույն խոսույթը։ Այս խոսույթով 2018 թվականին նա, այսպես ասած, ժողովուրդը հավատաց, կեղծ հեղափոխություն արեց Նիկոլ Փաշինյանը։ Հետո նույնը 2021-ին, որ կա սև սպիտակ, այդ զատումն է ինքը անում, եթե մենք չլինենք, եթե իրենք չլինեն, կգան նախկինները, կթալանեն, կգողանան, կգնդակահարեն, մարտի մեկեր կանեն։ Հիմա ինչ է առաջարկում ազգային ժողովրդավարական բևեռը ընտրողին, այն ընտրողին, ով չի ուզում բացարձակ դեմ է նախկինների վերադարձին, բայց եւ հոգնել է այս ռեժիմի սպառնալիքներից։ Մի օր պատերազմ կբերենք, մի օր կներեք, բայց կզացնելու ենք, չգիտեմ ինչ ենք անելու, այս բառապաշարն է օգտագործվում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինչու ինչ է առաջարկում, ինչ այլընտրանք ժողովրդին, ազգային ժողովրդավարական բևեռը, որի համար պետք է գնա եւ հունիսի 7-ին քվեարկի համար 8-ին։ Խնդրեմ Արա Պապյան, ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ։ Ազգային ժողովրդավարական բևեռը ոչ միայն քննադատում է եւ քննադատել է տարիների վեր, այլև մատնացույց է անում այս ծանր վիճակից դուրս գալու հնարավորությունները։ Հստակ քայլ առ քայլ հետևողական ծրագիր առաջարկելով։ Դուք 18 եւ 21 թվականները նշեցիք եւ այդ ժամանակ էլ, երբ որ մենք նախ Սասնացուր, ապա ազգային ժողովրդավարական բևեռ անվանումով մասնակցում էինք, մենք այն ժամանակ էլ առաջարկել էինք։ Պարզապես մեր ողբերգությունը մեր ժողովրդի ոչ թե բևեռի այն է, որ բևեռը տարիներ առաջ է հասարակության մտածողությունից, մենք ինչ տարիներ առաջ ասում ենք, որ պիտի լինի, ժողովուրդը չի կարողանում ըմբռնի եւ հետո հասկանում է, որ մենք ճիշտ ենք։ Եվ ես դրա համար եմ ուզում հիմա կոչ անել, որովհետեւ կառավարել առաջին հերթին նշանակում է կանխատեսել։ Ինչու պիտի բևեռին տա, որտեղ մենք ճիշտ կանխատեսումներ ենք արել եւ այդ կանխատեսումների հիման վրա շատ ճիշտ առաջարկներ ենք արել։ Մասնավորապես, տեսեք, աշխարհակական կողմնորոշումը, որը խիստ կարեւոր է։ Ուզենք թե չուզենք, Հարավային Կովկասի միջին արևելքի շուրջ ծավալվում է մրցակցություն։ Մենք երբ որ 2021-ին խոսում էինք Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու մասին, մեզ պիտակավորում էին, մեզ անհիմն քննադատում էին, մեզ պախարակում են։ Այսօր հիմա շատերն են դրա շուրջը խոսում, ավելին մեզանից շատերը ուզում են առաջ ընկնել։ Ինչու ենք դա ասում, որովհետև անվտանգության հարցը շատ կարևոր է, այսինքն մենք այլընտրանք ենք առաջարկում։ Այլընտրանք անվտանգության, որը մասամբ խարսխված աշխարհակական գործոնի վրա, նաև ազգ բանակ հայեցակարգի վրա, որի մասին մենք տասնամյակից ավել է արդեն խոսում ենք, շատերը շատ ավելի։
Դե հիմա մեզ կհակադարձեն, թե Նիկոլ Փաշինյանն էլ է գնում արևմուտք։ Հիմա նույն բանը անում է կոնկրետ քայլերով, գնացել է օգոստոսի 8-ին անգամ փաստաթուղթ է նախաստորագրել։ Հիմա նույն բանն է ասում ԱՄՆ-ի հետ գնանք դաշնակցենք, ինչը անում է Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսի հակադարձումներ կլինեն, չէ՞, պարոն Պապյան։ Ասում են ԱՄՆ փոխնախագահը առաջին անգամ այցելեց Նիկոլ Փաշինյանի օրոք, այստեղ Մակրոնը առաջին անգամ եկավ Հայաստան 2018-ից հետո ինքը անգամ չէ խոսեց Մակրոնը նման բան ասաց, որ 2018-ից հետո խնդրեմ։ Գիտեք, Աստվածաշունչը մի ճիշտ խոսք ունի, որ ասма ծառը պտուղից է իմացվում։ Այցերը շատ լավ են, դրա մասին ինչ որ դրական հոդվածներ են տպվում, բայց արդյունքը ինչն է։ Եթե խոսում ենք Վենսի այցի մասին, ապա Վենսի գալու արդյունքը այն էր, որ Թրամփի կողմից նախաձեռնված թրիպը, որը որպես գաղափար լավ էր, մնաց նույնքան կիսատ։ Այսօրվա վիճակով թրիպը ստեյցան Ադրբեջանի մի հատվածը մյուս հատվածին կապող միջանցք է։ Որն է Հայաստանի շահը։ Մենք պաշտոնական հայտարարության բևեռը խորտով հանդես եկավ հենցատորեն նշեց, որ պիտի Հայաստանը համարժեք նմանատիպ իրավունք ստանա Նախիջևանով դեպի Իրան եւ հարավ դեպի Պարսից ծոց այդ միջանցքով։ Հակառակ դեպքում ստացվում է, որ սա միակողմանի շահի վրա է խարսխված։ Այո, Նիկոլ Փաշինյանը այդ շնորհքը ունի, ժողովրդին ամենամեծ պարտությունը եւ ոչ հաջողությունը ներկայացնել որպես հաջողություն։ Եվ նաեւ շնորհք ունի, շնորհք տվյալ դեպքում ճակերտների մեջ, որ ձախողի լավ մտքերն ու լավ ծրագրերը ինքը հեծնում է այդ միտքը գաղափարով եւ փչացնում է նախորդ իշխանությունները հիշում եք Սասնա-Ծռերի կողմից հետո Բևերի կողմից առաջացած ազգ բանակը վերցրեցին որպես գաղափար վերջացավ ինչով հարկահանության նոր ձև մցվեց եւ որևէ բան այդտեղ չփոխվեց հիմա արևմուտք ինքը արևմուտք չի գնում ինքը գնում է Թուրքիա հենց խնդիրը սա է եթե աշխարհագրորեն ենք դա միգուցե Թուրքիան արևմուտքում է գտնվում բայց Թուրքիան իր մտածողությամբ իր տնտեսական կառուցվածքով իր նկարտումներով ինքը բռնապետություն է եւ հակահայկական բռնապետություն է եւ դրա մասին շատ փաստեր կան սկսած Արցախի պատերազմի ներգրավվածությունից հիշենք Էրդողանի խոսքերը որ Էնվեր Փաշայի ոգին է մեր վրա թերևացում հիշում եք Բաքվում ինքը շքերթի ժամանակ դեկտեմբերին խոսած եւ այլն դա արևմուտք գնալ չի արևմուտք գնում են օրինակ հստակ պիտի ստորագրվի կատարման համար պարտադիր փաստաթուղթ ձեր նշած թրիպի մասին փաստաթուղթը որը երակողմ հայտարարություն է դա որևէ պարտավորություն չի նախատեսում ինչ վերաբերում է այսպես կոչված խաղաղության այդ 17 կետերին ես հիշեցնեմ ձեզ որ Հայաստանի իշխանությունները իրենք էին ասում որ այդտեղ առնվազն 4 կետ կա որ անընդունելի է բայց բոլոր 17-ն էլ ընդունեցին դա էլի իսկ դրանից ավել հիմա եւս առնվազն 2-3-ը արդեն բարձրաձայնում են հիմա ավելի կոնկրետ օրինակի համար ինչի պետք է Բևերին ընտրի եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին որը եւս տարբեր բնորոշումներով գնում է արևմուտք չի գնում արևմուտք Նիկոլ Փաշինյանի քաղաքականություն հանգեցնելու է նրան որ մենք ճանաչվելու ենք արդեն այս գործընթացը գնում որպես ագրեսոր երկիր եւ որպես Արցախը 30 տարի օկուպացված երկիր պիտի վճարենք Ադրբեջանին 150 միլիարդ դոլար փող որի մասին անցյալ տարի հուլիսի 4-ին իր ճառի մեջ հայտարարեց Ալիևը Այս ամբողջը թաքցնում է Նիկոլ Փաշինյանը ուզում եք վճարել 150 միլիարդ որը չեք կարող որը լինելու է կազուսբելի նոր պատերազմի համար եւ մենք կորցնելու ենք Սյունիքը ուզում եք պայեք Սյունիքը չեք ուզում վճարել 150 միլիարդը ձեր քվեն տվեք Բևերին ինչ է առաջարկում Բևերը հենց սա առաջարկում երբ որ մենք խոսում ենք եւ մեր հիմնադրույթների մեջ էլ կա առաջի հանրապետության իրավահաջորդության մասին շատերը չեն հասկանում ես հասկանում եմ բարդ է բայց մի քիչ պետքա ժամանակ ծախսել եւ մեզ լսել Պարսևով խնդրեմ Պարս հետեւյալն է Եթե մենք ընդունում ենք սովետական իրավահաջորդությունը, Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս 91-ից, ուրեմն մենք օկուպանտ ենք, այդտեղից բխող ին նշած ռազմատուգանքներ եւ այլ պատժամիջոցներ։ Իսկ եթե առաջի հանրապետության իրավահաջորդ ենք, ուրեմն հարցը մենք տեղափոխում ենք իրավաքաղաքական, առավելապես իրավական դաշտ եւ խնդիրը լուծում ենք խաղաղությամբ կողմերի
միջազգային ատյաններ դիմելով միջազգային իրավունքի հիման վրա եւ թող միջազգային դատարանը օրինակ մասնարարպես կամ հատուկ ad-hoc դատարանը որոշի սահմանների հարցը եւ այդտեղ մենք իսկապես ուժեղ ենք, որը մեզ հնարավորություն կտա խուսափել այդ ամբողջի, այսինքն 19 կուսակցության մեջ միակ կուսակցությունը, որը հստակ ճանապարհը առաջարկում խուսափելու ռազմատուգանքներից մեկ, խուսափելու պատերազմի պատրվակից երկու եւ խաղաղություն բերել Բևերն է։ Այհենց դրա համար էլ պետք է։ Դրանից ավել ինչ եք ուզում ձեզ առաջարկեն։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, մենք առաջարկում ենք բարգավաճում։ Բարգավաճում են առումով, որ խաղաղությունը Նիկոլ Փաշինյանը բերել է։ Չէ, Նիկոլ Փաշինյանը խաղաղություն չի բերել։ Ես խորհուրդ կտա մտնեք ես այսօր եմ տեղադրել պաշտոնական տվյալները Նիկոլ Փաշինյանի օրոք բանակում զոհերի թվի, որոնք բոլորը ձևակերպված են իբր պատահարներ եւ այլն, 30-ից 50 տարեկան միջին զոհ ենք ունենում։ 53 է եղել, 35 է եղել եւ այլն։ Եվ ասեմ, որ այդ զոհերի քանակով դա շատ ավել է, քան այսպես կոչված բավականին մեծ թվով ոչ խաղաղ, այս Նիկոլի տեսանկյունից ոչ խաղաղ։ Հետևաբար խաղաղություն չի, պարզապես շատ բաներ կեղծվում է, սա մեկ։ Մյուս կողմից, եթե զինադադարը երկարում, այսինքն հիմա մենք ասել ենք իմ դեպքրա մասին եւ այստեղ որ մինչեւ ընտրությունները բնականաբար Ալիևը պատերազմ չի սկսի, որտեղ ինքը ամեն ձև ուզում է աջակցի Նիկոլ Փաշինյանին, այսինքն ծախի այդ գաղափարը, բայց ակնհայտ է, չէ, որ ադրբեջանական կողմը բնավ ցանկություն չունի խաղաղության գնացողը նախ կկատարել արդեն իսկ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես հայ պատանդեր եւ ռազմագերիների վերադարձի հարցը, որ ապօրինաբան են պահվում, չէր ոչնչացնի մեր մշակութային կրոնական կառույցները, որը իդեպ իր բազմաթիվ պարտավորությունների արդյունք եւ հանդես չէր գա բազմաթիվ նկարտումներով, մասնավորապես այն որ ասում են չկա նման բառ, ես խորհուրդ կտալ կարդա անցյալ տարվա, ասենք 25 թվականի հունիսի 22-ի Ստամբուլում կայացած իսլամական պետությունների համագործակցության եզրափակիչ փաստաթուղթի 26-րդ հոդվածը, որտեղ հստակ գրվում է 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի ներկա տարածքը։ Արդյոք դա խաղաղություն է։ Այսինքն իհարկե խաղաղություն չէ, խաղաղություն ու զոհը նման հայտարարություններ չի անցկացնում եւ 57 երկիր դրա տակ չեն դնում իր ստորագրություն եւ Ալիևն էլ հայտարարում է, որ սա արդեն ճիշտ է հայտարարում, որ սա արդեն միջազգային փաստաթղթերի մեջ ամրագրված, այսինքն ինքը պատրաստում է այն տեղեկատվական իրավական հենքը, որին գումարելու է նաև դատավճիռները Հայաստանի դեմ, եւ այստեղ թող չասեն, որ այդ հայցերը դատարաններից հետ են կանչելու խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, ոչ թե ստորագրելուց հետո, այլ ուժի մեջ մտնելուց հետո։ Իսկ այդ խաղաղության պայմանագիրը երբ կստորագրվի, երբ կանցնի հավանության եւ վավերացման գործընթաց եւ ուժի մեջ կգտնի, Աստված գիտի, դա կարող է տևել տարիներ եւ դա կարող է ընդհանրապես երբևէ տեղի չունենալ, պատճառ գտնի։ Սա է ամենամեծ, ես հասկանում եմ, բոլորս ենք խաղաղություն ուզում, դրա համար պետք է կանխել այն բոլոր քայլերը, թույլ չտալ Ադրբեջանին մեզ ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի օգնությամբ որպես ագրեսոր եւ օկուպանտ, դրանք բառեր չեն, դրանք հստակ իրավական ձևակերպումներ են, որից բխում են քայլեր։ Սա մեկ, երկրորդն էլ այո, պիտի իսկապես գնալ արևմուտք, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ պիտի զարգացնել այդ հարաբերությունը, որը իդեպ երբ առիթ կլինի մենք խոսենք, որ ազգային ժողովրդավարական բևեռը էլի գալիս ենք։ Միակն է, որ այդ ուղղությամբ հետևողական երկու մակարդակի վրա լոբինգ է իրականացնում։ Այո, դրանք անդրադառնանք, պարոն Պապյան։ Խնդրեմ, այս առումով պարոն Սեֆիլյան, արդյոք ունեք լրացում, ինչ է սպասվում մեզ, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվում է, իդեպ ինքը նորից խոսեց, որ շուտով բան է լինելու, սահմանազատում է լինելու, որոշ համայնքներ ադրբեջանական տեղանուններով ինքը արտաբերեց, ինչը ենթադրում է, որ նորից զիջումներ են լինելու, արդեն իսկ Տիգրան Աշենը նշվում է ադրբեջանական անունով, Քյարքի, այո, եւ ինչու այդ վտանգների պատճառով չպիտի ընտրի Նիկոլ Փաշինյան ու պիտի ընտրի Բևեր։ Խնդրեմ Ժիրայր Սեֆիլյան, Բևերի խորհրդի անդամ։ Ուրեմն այս ընտրությունները նախորդ
այսինքն 91 թվականից մինչ այսօր ընտրություններից տարբերվում է նրանով, որ այս անգամ ստեղծվել են նախադրյալներ քաղաքական, ես նույնիսկ ասեի իրավիճակի փոփոխություն արդեն արգա է, քաղաքական իրավիճակի փոփոխություն, որտեղ ընտրությունների միջոցով հնարավոր է լինելու ցերպազատվել իշխանությունից։ Ես այս տեղեկությունը փոխանցում եմ մեր ժողովրդին եւ գոչ եմ անում, որ առավելապես ակտիվ լինենք այս ընտրություններին։ Նորից եմ ասում, ամեն ինչ ունի սկիզբ եւ ավարտ։ Մենք հասկանում ենք նախորդ տասնամյակներում մենք եւս բարձրացնել ենք, որ տվյալ ռեժիմների օրոք ընտրություններում հնարավոր չէ իշխանությունները ընտրություններով փոխել։ Բայց այժմ ես ասում եմ, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել եւ հնարավոր է ընտրություններով հերացնել գործող առավել եւս ճշտամական իշխանություններին։ Ոստի պիտի լինենք առավելապես ակտիվ, բոլորին գոչ ենք անում անպայման գնալ մասնակցելով։ Անշուշտ այստեղ առաջնահերթորեն մասնակցել եւ ցայնը երբեք չդալ գործող թուրքայենթակա իշխանություններին։ Կարծես այս ընտրությունները նաեւ յուրովի ավելի շատ հանրաքվեի պիտի նմանվեն, քան թե դասական ընտրությունների, դասական իշխանություններ ձևավորելուն։ Մենք նաեւ վստահ ենք, որ այս իշխանություններին հերացնելուց հետո շատ գար ժամանակ հետո եւս պետք է լինի արդահերթ ընտրություններ։ Այդ ժամանակ արդեն դասական ընտրություններից կխոսենք։ Սակայն ինչպես նկատում եք, քանի որ այս մասին գործող իշխանությունները եւս լավ տեղյակ են, ես ճիշտ եմ նայում։ Ահա, այո։ Ուրեմն նրանք ինչպես տեսնում եք, խնդիր են դրել մեր ժողովրդին վախեցնելու եւ այս անցած մի շաբաթ կամ 10 օր եթե փորձենք վերլուծել, մենք հասկանանք, որ իշխանությունները խնդիր են դրել մեր ժողովրդին վախեցնելու։ Այսինքն Փաշինյանի այդ բեմականացումներին պիտի բնականաբար պետք չէ հավատալ, անշուշտ մերթ նա հունից դուրս է գալիս, քանի որ նա հոգեպես գտնվում է անհավասարագշիր վիճակում, ինչքան էլ որ այդ սցենարը նրան փոխանցված է եւ ինքը դերի մեջ է, բայց մենք տեսնում ենք մերթ նա հունից դուրս է գալիս եւ եթե բոլոր համայնքները օրինակ վերցնեն Երևանի Արաբկիր համայնքի նման ընդունելություն գազմագերբեն, չի բացառվում, որ Փաշինյանը մինչեւ հունիսի 7-ը հայտնվի հոգեբուժարանում։ Դա չի բացառվում։ Ես ուզում եմ վերադառնալ այս վախեցնելու աշխատանքին, որ իշխանությունները լծված են նաև պարակտելու, պարոն Սեֆիլյան, որտեղ արցախցիներին կոնկրետ վիրավորում է նպատակային։ Նայեք, մի արդեն արցախցիների վրա հարձակումը ինքը արդեն դրա մեջ պարունակում է վախեցնել, որովհետև արցախցիք մեր մարդնչող շերտն են։ Եթե իրենք կարողանան արցախցիներին, այսպես ասած, իրենց պատկերացմամբ գոդրեն, ապա դա դարածվելու է ամբողջ մնացած շերտերի վրա, մնացած բոլոր մեր ժողովրդի շերտերի վրա։ Ապա պատահական չէ այդ հարձակումը արցախցիների վրա։ Ես վստահ եմ, որ նրանք ցախողել են, բայց միաժամանակ նաև բևերի դերն է մեր ժողովրդին բացատրելու այս ամեն ինչը։ Ես կուզեմ մի դրվագ պատմել այս նույն վախի համատեքստով եւ ինչ է բևերը, ուզում եմ հիշեցնել հետեւյալ այլապանորեն մեր ընկերներից բարբերաբար ասում են, որ մեր ժողովրդի աղն է բևերը։ Օրինակ մեր պիկապը, որ շարժվել էր դեպի Սյունիք եւ երբ հասել էր Եղեգնացոր, այնտեղ սկսել էին երազեկումը։ Մինչև դեղ հասնեն Երևանում, մինչև շարժվեն, ոչ մի արկելք չկար։ Սակայն երբ սկսեցին իրազեկումը, ընդամենը ցայնակրություններ, ընդ Գևորգ Սաֆարյանի ցայնոց ցայնակրություններ։ Եվ հավանաբար 15-20 րոպե ամեն մի բնակավայր կանգնելով, ընդամենը անցել էր երևի կես ժամ, եւ նոր ոստիկանությունը արդեն ուղղորդված մոտեցան։ Ընդամենը երբ մեր ցայնը հնչեց բարձրացային, երբ որ Գևորգ Սաֆարյանի ցայնը հնչեց բարձրացան, այնտեղ մայթերում մենք նկատել ենք մի քանի հոգու ժուբիտ։ Այո, բևեր այս իմաստով աղն է մեր ժողովրդի։ Մենք մթնոլորտ ենք փոխում։ Այո, մենք ֆիզիկապես մեր այսպես ասած քաղաքական մարզավիճակը լավ վիճակում չի, բայց գորիզային իմաստով մենք եղանակ ենք փոխում։ Եվ երբ մենք գիտենք նաև որ
հերու մարզերում վախի մտնոլորտը շատ ավելի բարձր ամեն ցևով ռեպրեսիվ համակարգը կորձում է սակայն երբ չվախեցող փոքրիկ օղակ հայտնվում է այն զովի մեջ որտեղ փորձում են վախ առաջացնել այդ շատ շուտ գլիման փոխվում է շատ շուտ եղանակը փոխվում է եւ ես կասեի առաջնահերթ նրանց խոչընդոտումը որ վերջում սկիզբը որոշել էին ինչ դուքանել այս մի քանի ժամը խլել այո հետո որոշեցին ընդհանրապես մեր մի քանի օրը խլել Պաստորեն, այո, խլեցին, մեր 2 օրը խլեցին, բայց երրորդ օրում մենք նորից հայտնվելու ենք։ Վերաբերում է նրան, որ մեքենան, pick-up-ը, մեր քարոզչական մեքենան, առևային Մենք վնասեցին առնվազն 2-3 օրով վնասել են, բայց մենք նորից ինչ կուզեմ ասել, մեր սիրելի ժողովուրդ, պիտի չի վախենալ։ Ոչ մի պատճառ չկա վախենալու։ Իրենք են վախեցած։ Այս իրենց շարժուցով այնինչ տեսնում եք, դա սարսափի հետևանք է։ Նրանք հասկանում են, որ իրենք արդեն ապրում են մի քաղաքական մի ժամանակաշրջան, որ ընտրություններով իրենց հնարավոր է Բայց ինչու, դա էլ կներկայացնեք, պարոն Ստեփանյան, ինչ իրավիճակում ենք եւ արդյոք այս ռեժիմը չի գնա ընտրախախտումների։ Եթե սրանք 2018-ին կերծեցին։ Գնալու են, բնականաբար գնալու են։ Երկու սցենար կարող ենք այսօր առաջ տանել։ Մեկը այն է, որ միջև ընտրությունները կորձող համագարկ, իշխանական համագարկը փլուզվի եւ արդեն թիմատություն չլինի բացարձակ գեղձիկներ անելու առաջին սցենար մենք շատ կցանկանայինք որ այս սցենարը լիներ որ ավելորդ ցնցումներ չլիներ մեր երկրներս երկրորդ սցենարը նրանք շատ լավ հասկանալով որ չեն կարողանալու այն քանակը 21 թվականի 600,000 իրենք չեն կարողանալու հավաքեն 500,000-ն է չեն կարողանալու հավաքեն Ոստի ստիպված են թվանկարչությամբ զբաղվելու։ Եթե այդքան մեծ դարբերությամբ թվանկարչությամբ են զբաղվում, հետընտրական զարգացումներ անխուսափելի են դառնում։ Եվ ներուժը իշխանությունների դաբալելու ժողովուրդ շատ բարձր է լինում։ Ու երկրորդ սցենարը դա է։ Առայժմ կարծես թե իրենք փորձում են իրենք այդպես էլ Դակավին չեն համոզված, որ իրենք պետք է հեռանան։ Բայց նորից եմ ասում, չի փաստավոր միջև հունիսի 7-ը իրենք հասկանան եւ դեղի չունենա հետընտրական զարգացումների սցենարը։ Անկախ ամեն ինչից, այստեղ ժողովրդի ակտիվությունը վճռորոշ է։ Նորից եմ ասում, ի դարբերություն նախորդ փուլերի, այս անգամ մենք ունենք հնարավորություն ընդդիմություններով ցերպազատվելու գործող իշխանությունից։ Ես ամփոփում եմ հետեւյալ կարևոր մտքով, սիրելի ժողովուրդ։ Այստեղ բոլորս եւ բոլոր ուժերը պիտի գիտակցին եւ միապանվին հետեւյալ խաղապարի շուրջ։ Արգա թրքացման ընթացքը պետք է գասեցվի։ Ամեն քնով պետք է գասեցվի։ Քվեով հաջողվեց շատ լավ։ Եթե քվեով նրանք գնացին գերձիկների եւ ժողովրդի ցայնը կողացան, ապա ժողովրդի ինքը իր գամքը պիտի բարդատրի։ Այս թրքացման process-ը պիտի կանգնեցվի։ Այո, ազգային ժողովրդավարական բևեր, քվեաթերթիկ 8։ Այս մասով եթե լրացում կա, խնդրեմ Գևորգ Սաֆարյան։ Ինչու պետք է ընտրել ազգային ժողովրդավարական բևեռին։ Մի քանիսն են այդ պատճառները, բայց նախ եւ առաջ Կներեք, ես հարցը տամ, որովհետեւ ասում են թե կան էլի ուժեր, որոնք թրքացման դեմ են պայքարում ու թվում են այդ ուժերին։ Ասում են դուք ինչով եք տարբերվելու, որ գրեթե նույն խոսույթն է ձերը, ասում եք ոչ թրքացմանը, նրանք էլ են, մյուս ուժերն էլ են դեմ ադրբեջանական թուրքական տանդեմին։ Խնդրեմ Նախ երբ որ մենք ասում ենք ոչ թրքացմանը, մենք ասում ենք նաև ինքնիշխանության մասին, որ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան եւ չենթարկվի որևիցե պետության։ Եվ նախ առաջինը ինչի պետք է ընտրել բևեռին, որովհետեւ առաջին հերթին բևեռը բերում է անվտանգություն։ Եթե մեր կատարած վերլուծությունները ժամանակին լսվեին այս իշխանության կողմից, ապա մենք չէինք ունենա ոչ Արցախի կորուստ, ոչ նման ծավալի մարդկային Ինչպես է անվտանգությունը բերելու, որովհետև ասում են Նիկոլ Փաշինյանը բերել է այդ անվտանգությունը արդեն։ Նիկոլ Փաշինյանը Եվ ասում է երջանկություն են բերել, խաղաղությանը զուգահեռ այսօր մեր ժողովուրդը երջանիկ է ապրում, անընդհատ դա է շեշտում։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի բերել խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը բերել է պատերազմ, Նիկոլ Փաշինյանը բերել է պարտություն։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է իր պարտությունը վաճառել հայ ժողովրդին։
պարտություն բառը փոխարինում է խաղաղություն բառով եւ վաճառում է հայ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը բերել է վտանգների մեծացում։ Մենք արդեն խոսեցինք, որ Սյունիքը օղակի մեջ է։ Այսօր Ադրբեջանը արդեն Գեղարքունիքի մարզի շուրջ կազմում է պլացդարմ Գեղարքունիքի մարզ ներխուժելու նպատակով։ Նորից հիշեցնեմ, որ Ադրբեջանի վարելահողերը գնալով չորանում են եւ Ադրբեջանը դեռ շատ վաղուց Սևանա լճի վրա աչք ունի։ Հիշեք Էլչիբեի խոսքերը, ես իմ ոտքերը լվանալու եմ Սևանա լճի ջրերում։ Այսինքն դեռ Էլչիբեի ժամանակահատվածից Ադրբեջանը Սևանա լճի նկատմամբ նկրտումներ ունի, իսկ գլոբալ տաքացման արդյունքում իր վարելահողերը ավելի են չորանալու եւ նա հարձակվելու է Գեղարքունիքի վրա Սևանա լճին տիրանալու նպատակով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բերել է միայն պարտություն, վտանգ եւ նոյեմբերի 9-ի դավաճանական փաստաթղթով առանց մեկ կրակոցի նա հանձնեց անառիկ քարվաճառը եւ ադրբեջանական զորքը եկել մոտեցել է սոտքին եւ անգամ սոտքի ոսկու հանքի որոշակի հատվածը գրավել է։ Սա խաղաղություն չէ, սա հայ ժողովրդի ոչնչացման գործընթացի մի մասն է։ Մենք բերում ենք խաղաղություն։ Առաջին հերթին հիշեցնեմ, որ մենք ունակ էինք վերլուծել եւ հասկանալ, որ լինելու է այս պատերազմը եւ ունենալու է նման հետևանքներ։ Երկրորդը մենք առաջարկում ենք այն մեխանիզմները, որոնց կիրառման պարագայում մենք կխուսափեինք պատերազմից, իսկ եթե լիներ պատերազմ, ապա մենք առնվազն չէինք ունենա այսպիսի պարտություն։ Երկրորդը մենք միակ քաղաքական ուժն ենք, որը որ նախագծել է եւ ներկայացրել է հանրությանը նաեւ ազգ-բանակ պաշտպանական համակարգը։ Մենք միակ քաղաքական ուժն ենք, որը որ գիտակցում է եւ կարողանում է վերլուծել համաշխարհային քաղաքականությունը եւ հասկանալ, թե մեր անվտանգությունը ինչպիսի համաշխարհային դիրքորոշումից է բխում։ Եվ մենք այս ամեն ինչի մասին շատ ուղիղ ենք խոսում։ Գտեք եւս մի քաղաքական ուժ, որը ուղիղ խոսում է օրինակ արտաքին հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումը ինչպիսին պիտի լինի, որը կծառայի մեր անվտանգությանը։ Երկրորդը ազգային ժողովրդավարական բևեռը բերում է արդարություն։ Մենք հալածվելով տարիներ շարունակ անարդար դատաիրավապահ համակարգի կողմից շատ լավ գիտենք դրա թերությունները, շատ լավ գիտենք դրա հետևանքները եւ մեր առաջարկների մեջ նաև կա արդարադատական համակարգի մեջ արմատական փոփոխություններ կատարելու կետեր, հա մենք անգամ անցումային արդարադատության ատյան ստեղծելու ուրեմն ծրագիր ունենք, այսինքն ազգային ժողովրդավարական բևեռը բացի անվտանգությունից բերում է նաև արդարություն եւ այս երկու գործոնների հիման վրա նաև բերում է տնտեսական զարգացում, որովհետեւ ոչ անվտանգ երկրում ներդրումներ չեն լինում, ոչ արդար երկրում ներդրումներ չեն լինում, ինչպես նաև ներդրումները կապված են միջպետական քաղաքականության հետ։ Նաև մենք առաջարկում ենք, օրինակ դուք ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի արևմուտք։ Նախ առաջինը նա գնում է դեպի Թուրքիա, երկրորդը Նիկոլ Փաշինյանի ժամանակահատվածում իշխանության հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները շատ ավելի զարգացել են եւ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի մեծացել է, իսկ Հայաստանի տնտեսական հարաբերությունները նույն արևմուտքի հետ առնվազն նման մասշտաբներով չեն զարգացել։ Այսինքն իշխանությունները գնում են Ռուսաստանից նաև տնտեսական կախվածության մեծացման ճանապարհով, իսկ մեր առաջարկներն են արևմուտքի հետ նաև ունենալ ռազմավարական հարաբերություններ, օրինակ ԱՄՆ-ի հետ մենք ուրեմն առաջարկում ենք ունենալ ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցային հարաբերություններ, ունենալ Ֆրանսիայի հետ դաշնակցային հարաբերություններ, Հունաստանի, ինչպես նաև պետք է նշել, որ Իրանի եւ Հնդկաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են մեր երկրի համար, նախ եւ առաջ անվտանգային առումով, երկրորդը նաև տնտեսական առումով, որովհետեւ այսօր Արևմուտքը փորձում է Չինաստանը փոխարինել Հնդկաստանով, իսկ Հնդկաստանից եկող ճանապարհներից մեկը անցնում է Իրանով, Հայաստանով, Վրաստանով եւ դեպի Սև ծով։ Այսինքն
ազգային ժողովրդավարական բևեռը ունակ է իրականացնել նման ռազմավարական վերլուծություններ եւ բերել անվտանգություն, արդարություն եւ տնտեսական զարգացում։ Խնդրեմ, ով ունի լրացում, անգամ եթե օրինակ փոքր խմբով է հայտնվում ազգային ժողովում, արդյոք ազգային ժողովրդավարական բևեռի համար որպես խմբակցություն փոքր, ասենք փոքր կազմով, չգիտեմ ինչքան դեռ ձայներ կհավաքի, բայց պարզ է, չէ, որ այս ֆինանսական տերորի պայմաններում բևեռի ձայնը այնքան է լսելի, չէ, որքան մեծ ռեսուրսներ տնօրինող ուժերին է։ Փոքր խմբակցությունով ինչ հարց կարող է լուծել բևեռը, արդյոք կկարողանա այս խնդիրները բարձրացնել կամ լուծումներ կամ կասեցնել այս թրքացման վտանգը, խնդրեմ։ Գևորգ Կարապետյան, ազգային ժողովրդավարական բևեռի ընտրական ցուցակի առաջին համարը։ Նախ միջև կոնկրետ այդ հարցին անդրադառնալը, ես ասեմ ինչու պետք է իրենց քվեն մեր քաղաքացիները տան ազգային ժողովրդավարական բևեռին, որովհետև չպետք է համեստություն անել, բևեռը այն քաղաքական ուժն է, ով տարիներ, եթե ոչ տասնամյակից ավել պայքարել է, ոչինչ չի խնայել, սիրելի ժողովուրդ, ձեր համար, ոչ իր կյանքը, ոչ իր առողջությունը, ոչ իր ազատությունը, ոչ իր ֆինանսական միջոցները, ոչ իր ժամանակը, չի խնայել ոչինչ, պայքարել է անընդհատ, անկախ նրանից, թե ընտրություններ են, այդ պահին ընտրություններ չեն, Հայաստանին ազգայի պետական շահին վերաբերվող ցանկացած հարցում բևեռը առաջին շարքում է կանգնած եղել, սա պետք է փաստենք։ Բևեռը այս միակ բառից չպետք է կաշկանդվենք, այո, հենց միակ քաղաքական ուժն է, ով ունի ունակություն իրականում արևմուտքի հետ հաստատելու մեր ազգային պետական շահը սպասարկող հարաբերություններ հաստատել։ Բևեռի անդամները այն մարդիկ են, ովքեր այս տարիների պայքարի արդյունքում ապացուցել են իրենց կանխատեսումների ճշմարտացիությունը եւ ցանկացած քվե մեր օգտին դա վաստակած քվե է, որովհետեւ դրա վրա մեծ ջանք է թափվել։ Նախ ուզում եմ էլի անդրադառնալ մեր քաղաքական գործունեությանը եւ այդ փոքր խմբով կամ մեծ խմբով նախ մենք նպատակ ունենք մեծ խմբով ներկայանալ ազգային ժողովում, մենք չենք սահմանափակվում, բայց եթե մեր ժողովուրդը մեզ վստահի այնքան ինչքանով որ հնարավոր կլինի ներկայություն ապահովել ձևավորվող ազգային ժողովում, ապա բևեռը հնարավորություն կունենա անձամբ հանդիպումներ ունենալ այն նշանավոր ամբիոնների հետ, այն միջազգային հարթակներում բարձրացնել Հայաստանի շահին վերաբերվող հարցերը, երկրորդը նախ ասեմ, որ բևեռի ներկայությունը ազգային ժողովում փոխելու է ամբողջ ազգային ժողովի բնութագիրը եւ բովանդակությունը, որովհետեւ մեր նորանկախ պատմության ընթացքում մենք չենք ունեցել ազգային ուժ ներկայացնող քաղաքական ուժ, ում գաղափարները մի խոսքով չենք գնում այնտեղ ընդդիմություն աշխատելու համար, այսպես ասեմ։ Մենք նաև հակաճգնաժամային ծրագիր ունենք, միակն ենք, որ ունենք այդ հակաճգնաժամային ծրագիրը։ Խնդրում եմ պարզ խոսել, այդ հակաճգնաժամային ծրագիրը ինչ է։ Մեզ լսողը գուցե չի հասկանա դա ինչ է։ Փորձեմ պարզ լեզվով բացատրել։ Ինչ է այն ենթադրում համառոտ։ Հիմա շատ քաղաքական ուժեր փորձում են համակարգը ճեղքել, որպիսի միապետություն չլինի, անընդհատ ինչ որ մեկը ընտրվելով բոլոր գործիքները չվերցնի իր ձեռքը, այսինքն Բևեռը ունի մեկամյա ծրագիր, այսինքն ժամանակավոր կառավարություն, որ գալու է, ընտրական օրենսգիրքը փոխի, սահմանադրությունը փոխի, արդարադատություն հաստատի, արդարություն, այո, որ քաղաքական դաշտը մաքրվի, նորերի համար ճանապարհ հարթվի եւ մյուս քաղաքական ուժերը կարողանան արդեն մաքուր դաշտում ինքնադրսևորվել, ձևավորել իրենց քաղաքական ուղղությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ խոստումներով եկավ, հիմա ինչու պիտի ժողովուրդը հավատա ու վստահի Բևեռին, այս ժողովուրդը խաբվել է, մեկ անգամ չի խաբվել, անընդհատ խաբել են 30 եւ ավելի տարիներ, մանավանդ վերջին
10 տարիներին ընդհանրապես այս ժողովրդին խաբել են, ահաբեկել են, վախեցրել են, սպառնացել են, հիմա առավել եւս։ Դրա համար տեսեք, մենք տարբերվում ենք ամբողջ քաղաքական ուժերից, ինչով մենք չենք փորձում խաբել մեր ժողովրդին։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ մենք սոցիալական, կենցաղային խոստումներով հանդես չենք գալիս մեր քաղաքացին։ Մենք քաղաքականություն ենք առաջարկում, մենք այս ընտրությունները քաղաքական ընտրություններ ենք դիտարկում։ Մենք չենք գալիս ասում ձեր, չգիտեմ, թոշակները մի քիչ բարձրացնենք, չգիտեմ, այնտեղ կաթի մթերում կազմակերպենք, չգիտեմ, գյուղ մթերքի ինչ որ մթերումներ, ինչ որ այսպիսի մանր հարցերով միշտ այս 36 տարիների ընթացքում ձևավորվել է խորհրդարան, падգամավորներ են գնացել նստել, նախագահական ընտրությունները ձևավորվել, այսպիսի կեղծ կենցաղային, հիմա էլ շատ, եթե տեսնենք, միայն մեր խոսույթն է, որ ռազմավարական նոր լուծում է առաջարկում, այսինքն այնպիսի լուծում, որ մեր երկիրը դառնա անվտանգ, կարճ մեր լեզվով ասած, Ադրբեջանը չգա գրավի մեր երկիրը, այս ներկա Հայաստանը, այդ լուծումը ունի մենակ Բևեռը։ Հիմա դա ինչքանով է հասկանալի, ինչքանով հասկանալի չի, եթե հասկանալի չի, թող հետ գնա նայեն տեսանյութերով, Փառք Աստծո ապահովված է եւ ցավոք սրտի ճիշտ է դուրս եկանք։ 2015 թվականից մեր աղաղակները, այս քաղաքական ուժի արած վերլուծությունները, իրենց զոհաբերությունները մի բան էին ցույց տալիս, որ Արցախը վտանգված է, ուշքի եկեք, սթափվեք, այս նույն քաղաքականությունը, եթե դուք շարունակեք, գալու է մի վիճակ, որ Արցախը կհայաթափվի, իսկ Ադրբեջանը կօկուպացնի այդ Արցախը։ Սա կարելի է այս թվային դարում գտնել համացանցով, տեսնել են զոհաբերությունները, որ տվել է այս քաղաքական ուժը եւ այստեղ խաբելու մասին ընդհանրապես բան չկա, որտեվ մենք ականջահաճո այդ ոսկե սարեր խոստանալով չենք գալիս մասնակցում ընտրություն։ Մեր ասածը ճիշտ է, մի քիչ դառն է, բայց ճշմարտություն է, այսինքն ճակատագիրը, պատմությունը մեզ տվել է պայքարելու փորձության դեր, իսկ մեր ժողովրդին տվել է հնարավորություն։ Մենք մեր փորձությունը պատվով կտանենք առաջ։ Իրենց մնում է, որ իրենց հնարավորությունը բաց չթողնեն։ Հիմա մենք տալիս ենք մեր քաղաքացիներին հնարավորություն։ Այնպես չի, որ ընտրության հնարավորություն չկա եւ դաշտում երևացող ուժերն են միակ ընտրությունը։ Քաղաքական ուժ է ներկայացել, ով ժամանակի ընթացքում ճիշտ է դուրս եկել, ցավոք սրտի ճիշտ է դուրս եկել։ Այս անգամ էլ եթե մեզ չլսեք, լիքը տարածքներ եք կորցնելու եւ պետականությունը դառնալու է գաղթական, ընդամենը էս ենք ուզում զգուշացնենք։ Մենք այդ իհարկե մեծ դժվարությունների առաջ ենք կանգնած, որովհետեւ եթե ժամանակին լսեին մեր լուծումները, միգուցե ավելի հեշտ լիներ այլ մոբիլիզացնել, կազմակերպել այդ վտանգների կասեցումը։ Հիմա ավելի է դժվարացել, բայց ելի ամեն ինչ վերջնական վիճակում չի, ելի սիրելի ժողովուրդ, հնարավորություն կա, ընտրություններին, եկել ենք ընտրություններին, մասնակցում ենք, ձեզ հնարավորություն է տրված ընտրելու այնպիսի քաղաքական ուժի, որ չի վաճառվում, որ այս ժամանակի ընթացքում ապացուցել է իր սկզբունքայնությունը, հայրենասիրությունը, իր նվիրվածությունը ձեզ։ Մնացածը ձեր անելիքն է։ Մինչև Արմինեին խոսքը փոխանցելը, ես հիշեցնեմ, սիրելի հայրենակիցներ, վաղը գալիս ենք Գեղարքունիքի մարզ, ժամը 12:00-ին հանդիպում Մարտունիում, 15:00 Գավառ եւ 16:30-ին Սևանում։ Սիրով սպասում ենք ձեզ, տեղում կպատասխանենք ձեր հարցերին, ներկայացնենք մեր նախընտրական ծրագիրը։ Իսկ շաբաթ օրը, մայիսի 23-ին մենք արդեն կլինենք Լոռու մարզում, Արա Պապյանը, Բևերի խորհրդի անդամ եւ մեր ընտրական ցուցակի առաջին եռյակը կլինեն Վանաձորում եւ հանդիպում կունենան մեր սիրելի Լոռու մարզի բնակիչների հետ։ Մայիսի 23-ին ժամը 14:00-ին հանդիպման վայրը քաղաք Վանաձոր, Լոռի հեռուստաընկերության կոնֆերենց դահլիճ։ Հասցե Բաթումի 10։ Սիրով սպասում ենք Լոռու մարզում ապրող մեր հայրենակիցներին։ Սիրով խոսքը փոխանցեմ Բևերի պատգամավորության թեկնածու մեր երրորդ համարին Արմինե Սախոյան։ Խնդրեմ Արմինե ջան։
Եվ լրացնելով եւ խորհրդի անդամների եւ իմ ընկերների խոսքին, թե ինչու պետք է մեր ժողովուրդը ընտրի ազգային ժողովրդավարական բևեռին։ Ամենակարևոր եւ ողջ հայ ժողովրդի համար շատ ցավոտ, անդառնալի կորստի թեման, Արցախի թեման միայն ազգային ժողովրդավարական բևեռի ծրագրի շնորհիվ է հնարավոր վերականգնել մեր Արցախը, վերադարձնել մեր Արցախը, Արցախի մեր հայրենակիցներին հնարավորություն տալ վերադառնալու իրենց տները, որովհետև մենք սա պարզապես ոչ թե կոչ է, պարզապես ոչ թե խոսք է, ինչ ասեմ, քաղաքական կենաց չի, մենք ունենք ծրագիր, մենք ունենք քայլերի հերթականության ամբողջական մի ծրագիր, որի հետևողական եւ մենք պատրաստ ենք այդ հետևողական աշխատանքը իրականացնելու եւ բոլոր մեր արցախցի հայրենակիցների իրավունքները պաշտպանելով եւ անվտանգությունը պաշտպանելով օգնել, որպեսզի մեր հայրենակիցները ետ վերադառնան իրենց տները։ Գներես Արմինե ջան, հենց մենք այդ թեման բարձրացնում ենք ընդհանուր առմամբ, երբ Արցախի թեման բարձրացվում է, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե երբ որ խոսում ենք այդ մասին, պատերազմ կլինի, անգամ այս երկու օր ասեց, թե ովքեր որ դեմ են սահմանազատմանը, իրենք պատերազմ բերող քաղաքական ուժեր են։ Հիմա սա վախ է առաջացնում ժողովրդի մոտ։ Կասեն, վայ, բևերը խոսում է Արցախ Ճոք չարժի թվարկենք, որ դեպքում է տեղի ունենում պատերազմ։ Թվարկենք, այո։ Թվարկենք, միգուցե դրան, պարոն Պապյան, միգուցե դուք կպատասխանեք, բայց ինչ է նշանակում, որ պատերազմ կբերի։ Ես ուղղակի գիտես, պատճառները, որ տեղի ունենում այո, ինչ պատճառներով են դա։ Միջ պատճառները հիմա, եթե հայրենիքը վտանգված է, հայրենիքի պաշտպանություն պետք չի կազմակերպել, հա, պետք է այսինքն, եթե քեզ ասում են, գիտես ինչ, սա այ քո հողի այս մասը դու պետք է տաս, որպեսզի դու պատերազմ չունենաս, ու մենք առանց որևէ ընդդիմանալու տալիս ենք, մենք հիշենք, երբ որ 2023 թվականին Արցախից մեր հայրենակիցները դուրս եկան, մենք ինչքան զենք ու զինամթերք թողեցինք Արցախում ու դուրս եկանք, հնարավոր չէր պաշտպանվել, Արցախցին կպաշտպանվեր, բայց քանի որ հրամանատարությունը մնացել չեք ոչ հրամանատարությունը ասում է փախել է, այո, դա Նիկոլ Փաշինյանը որքան էլ ուզում է դա Արցախի միայն Արցախի ղեկավարության գրպանը գցել, դա մենք շատ լավ գիտենք, որ գերագույն հրամանատարը եղել է Նիկոլ Փաշինյանը եւ պատերազմական գործողություններում ցանկացած ռազմական միջոցի կիրառումը պետք է գլխավոր շտաբի եւ Նիկոլ Փաշինյանի հրամանատարության ներքո լիներ, այնպես որ թող դա հերիք է ինքը այդ ստերը ինքը գտնում է ուղղակի մարդիկ, որոնց կարող է ոնց ժողովուրդն է ասում, հա, գյուղից մարդ չկա ու ինչ ուզի կասի, բայց դա այդպես չի։ Ես նաև Հերմինե ջան, այն հարցին, որ մենք իշխանության գնալը եւ իշխանություն վերցնելը, իհարկե պարզ է եւ հասկանալի է, եթե դու իշխանության մեջ չես, դու չունես լծակ, բոլոր այն նախագծերը եւ ծրագրերը, որ ունես, դու կաշկանդված ես, որովհետեւ քո ձեռքերը կապված են, դու չես կարողանում օգտագործես, բայց մեր հայրենակիցները մի բան պետք է շատ լավ հիշեն, մենք լոբիստական աշխատանքը, որ ծավալել ենք ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, մենք իշխանության գալու մասին չենք մտածել, որ դա ծավալել ենք, այն ինչը լոբիստական գործունեության շրջանակում կատարվում է, դա ազգային շահից ելնելով է կատարվում, հետեւաբար արդեն իսկ դա վկայում է մի բանի մասին, որ ազգային ժողովրդավարական բևեռը չլինելով իշխանության մաս, չունենալով ֆինանսական մեծ հնարավորություններ, բայց գիտակցելով լոբիստական աշխատանքի կարևորությունը եւ ազգային շահի եւ ազգային իրավունքի պաշտպանությունը աշխարհաքաղաքական կենտրոններում
իր կաշվից դուրս գալով եւ շնորհակալություն մեր աջակիցներին եւ այն մարդկանց, ովքեր ազգային մտածելակերպով են առաջնորդվել եւ հասկացել են դրա կարեւորությունը։ Սա վկայում է մի բանի մասին, որ մենք առանց իշխանություն լինելու էլ միևնույն է հայամետ ենք, ազգային ենք եւ մենք ուրեմն ազգային ժողովում ազգային գաղափարների սերմնացանն ենք լինելու։ Այն ուժերը, ովքեր կային եղել են ազգային ժողովում, տեսնելով ազգային ժողովրդավարական բևեռին, իրենց հայտարարությունների, նույնիսկ վարքագծի մեջ ունենալու են ինչ որտեղ կաշկանդվածություն, որովհետև իրական ազգային ուժի ներկայություն են տեսնելու ազգային ժողովում։ Այո, մենք իրական ազգային մտքի սերմնացանն ենք լինելու ազգային ժողովներով։ Այո, դու ռեսուրսներից խոսեցիր, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր այս նախընտրական քարոզարշավի ընթացքը եւս մենք իրականացնում ենք մեր հայրենակիցների օժանդակությունների, հանգանակությունների շնորհիվ, դրա համար մենք նախընտրական թելեթոն ենք կազմակերպել, որը այժմ եւս ընթացքի մեջ է եւ շարունակվում է։ Ուստի մեր գործունեության ծավալները կախված է նրանից, թե մենք որքան ֆինանսական ռեսուրսների կտնօրինենք, որպեսզի ձեզ համար պարզ լինի, թե նախընտրական գովազդների արժեքները եւ այլն ինչքան են եւ արդյոք մենք կկարողանանք ոտք մեկնել այլ քաղաքական ուժերի հետ։ Ես ընդամենը մեկ օրինակ բերեմ, որ մեզ օրինակ զանգահարել եւ առաջարկել են Երևանի հեռուստաաշտարակի վրա ընդամենը 40-ից 45 վայրկյանանոց գովազդ տեղադրել, որը հեռարձակվելու է հեռուստաաշտարակի ամենայն վերևին հատվածում, ընդամենը ժամը 8-ից 12-ը 24:00 ընկած հատվածում եւ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում, այսինքն օրական գուցե 1 կամ 2 անգամ այն կցուցադրվի, բայց դրա արժեքը կազմում է 5 միլիոն դրամ։ Խնդրեմ, դե պատկերացրեք, թե ինչքան ծախսատար է այս ամբողջ process-ը, այն ֆինանսը, որը հավաքվել է մեր թելեթոնի ընթացքում, կան քաղաքական ուժեր, որ դա 1 օրվա ընթացքում են ծախսում, անգամ գովազդներ շատ բարձրարժեք գովազդներ տեղադրելով։ Խնդրեմ, պարոն Պապյան, փոխանցեմ ձեզ խոսքը։ Ես կուզեի անդրադառնալ պատերազմի խաղաղության հարցին, որը կարևորագույն հարցն է ըստ էության մեր եւ երկրի եւ տարածաշրջանի համար։ Ընդհանրապես պատերազմները չեն բռնկվում հայտարարությունների, ցանկությունների հիման վրա։ Պատերազմները լինում են, երբ որ խախտված է ռազմա քաղաքական հավասարակշռությունը։ Եվ ըստ էության 2020-ի պատերազմը, 2023-ի պատերազմը հենց դրա հետևանք էր, երբ որ դու չես կարողանում այդ անվտանգային բոլոր բաղադրիչները կարգավորել։ Հիմա երբ որ մենք խոսում ենք եւ ազգ բանակի մասին, որպես այսինքն ներքին առանցքային բաղադրիչ երկրի պաշտպանունակությունը ուժեղացնելու համար, որ ըստ էության, այսինքն այն գաղափարն է, որ Ուկրաինայում հաջող կիրառվեց, դա տարածքային, այսինքն տեղական պաշտպանական կառույցների ստեղծումը, որ մենք միշտ ասում ենք եւ սահմանները եւ տեղում եւ այլն, բայց շատ կարեւոր է դաշնակիցների հարցը, երբ որ դու այլևս չունես դաշնակից, որը հանձին Ռուսաստան միշտ ընկալվում, բայց այսօր հասկանում ենք, չէ՞ որ Ռուսաստանի համար եւ Թուրքիան ու Ադրբեջանը շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանը, հետեւաբար այդ դաշնակից այլևս դաշնակից չէ, թեև թղթի վրա դեռևս մնում է։ Դրա համար այլընտրանքներն ինչ են առաջարկում եւ այդ այլընտրանքները մենք օգտագործել ենք, այստեղ Արմինեն հիշեց մեր լոբիստական գործողությունը Վաշինգտոն, Բրյուսել, Լոնդոն եւ այլն։ Դեռևս անցյալ տարի, այո, երբ որ դեռ անցումային շրջան էր հունվար ամսին, հիշում եք, արդեն Թրամփը ախտել էր, բայց Բայդենը չէր գնացել, դուք բոլորը մոռացել են, որ Ալիևը հայտարարեց Հայաստանը որպես ֆաշիստական երկիր եւ ասեց այն պիտի ոչնչացվի եւ օրեր 1-2 օրվա հսկայական ռազմական կուտակում եղավ Հայաստան եւ պատերազմը անխուսափելի էր եւ շնորհիվ Բևերի գործունեության հենց Վաշինգտոնում եւ դրա գրավոր փաստաթղթերը կան նամակները, որոնք կարևորագույն անդամներ կոնգրեսի եւ սենատի գրեցին Տրամփին, այցելեցին եւ դրանից հետո Ռուբիոն զանգեց արդեն Ալիևին եւ մենք կանխեցինք։ Դուք այնտեղ եք, ես անտեղ եմ, մենք այնտեղ ենք եւ շնորհիվ մեր գործունեության եւ այստեղ ուզում եմ նաեւ մեր հայրենակիցներից եւ մեր
աջակիցներից անդամներից դոկտոր Դավիթ Գրիգորյանի անուն տալ, որ մշտապես այսքան Վաշինգտոնում ինքը կոորդինացնում է այս ամբողջ աշխատանքները եւ այլուր, եւ բոլորի ովքեր մեզ օգնել են, օգնում են իրենց ժամանակով, կապերով, գիտելիքներով, սա մենք արել ենք։ Այսինքն այս մի հարցը որ կան ասում եք ուժեր կա, որը խոսույթը նույնն է, ճիշտ է, բայց գործույթը նույնն չի։ Դրանք դատարկախոս մեծամիտ ոչինչ անողեիք անեիք։ Կարող է 3 տարի առաջ Հայաստանը ազգախնդիր չուներ։ Բա ուր եք։ Թե սպասում եք ընտրություն գա, ընտրություններից առաջ մեկից փող վերցնեք, մտնեք եւ ուրիշների մտքերն ու գաղափարները գողանալով, ձայներ փախցնելով Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ մտնել խորհրդարան, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն էլ այդտեղ աջակցել։ Չէ, Ժորժ ջան, նայեք, ինչպես դուք կյանքում եք չէ ընտրություն անում։ Նայում եք մարդուն ու հասկանում եք, այս մարդը ինչ անցյալ ունեցել, ինչ արե։ Ոչ թե ինչա ձեզ խոստանում, ինչա, որովհետեւ խոստանալը շատ հեշտ է։ Շատ սիրուն կարելի է եւ ծրագրեր գրել եւ այլն, հենց սա է պիտի նայել, այսինքն այդ մարդը, այո, մենք այն ժամանակներն էլ, երբ որ պայքարում էինք ու հալածվում էինք, չկար չէ ընտրությունների, դեպ մենք միակ ուժն էինք, որ հիշում եք 18 թվականի ընտրությունների ժամանակ ասացինք, որ այս խորհրդարանը երկար կյանք չունի եւ արտահերտ է, բոլորը էլի մեր դեմ էին, մենք 21-ին ճիշտ դուրս եկանք եւ բազմաթիվ հարցեր, հարցը հետեւյալն է, որ մենք մի շատ կարևոր բան ենք հասկացել, որովհետև մասնագետներ ենք այդ հարցից, մեկը չգիտեմ ռազմական հարցով եւ փորձ ունեցող, ոչ թե մարդկա 8 օր գնացել է ինչ-որ միտեղ Արցախերով, ասում է, այս պատերազմի մասնակից եմ, բան այդպես չի, կամ չգիտեմ, ասում է, ես 6 հատ գիրք եմ կարդացել, հետեւաբար ես դիվանագիտության մասնագետ եմ, եղբայր դիվանագիտությունն ու գրքի մեջ կարդած դիվանագիտ տարբեր բաներ իրար հետ կապ չունեն, ես կարամ վկայեմ, այն ինչ որ կարդում եք, սովորում եք եւ այն ինչ որ կյանքում կա, էապես տարբեր են, էապես տարբեր են եւ Մաքիավելի ժամանակները վաղուց են անցել, հիմա ավելի բարդ, ասած հետեւյալն է։ Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն խարսխում իրենց քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, Հայաստանի քաղաքականությամբ առավել եւս Հայաստանում հնչած տարբեր մտքերով։ Իրենք ունեն իրենց ազգային շահը, իսկ ազգային շահը դա հայոց պետականության վերացումն է, հայոց հավաքական գոյության վերացումը հարավային Կովկասում, կարա գնաք Ավստրալիայում այնտեղ պարախումբ, երգչախումբ ունենաք, Կալիֆոռնիայում թանգարան կառուցեք, դեմ չի, մի բան էլ կօգնի այդ հարցում, բայց հարավային Կովկասում իրենք անգամ պատրաստ չեն մեզ ճանաչել անգամ հավաքական գոյությունը։ Փոքրամասնություն, հա, դե սառնարան նորոգողապետ, չգիտեմ, ավտոմեխանիկապետ, կեսապետ, բապտի հայերն անեն, իրանք չեն անելու, այսինքն իրանք չէին կարա։ Այդ բանով համաձայն են։ Հիմա ժողովրդելի հարց եմ տալի, այդ եք ուզում։ Եթե այդ վիճակն եք ուզում, գնացեք ընտրեք ուրիշներին։ Եթե ինքնիշխան հզոր հայկական պետություն եք ուզում, որը տեր է կանգնում իր իրավունքներին, որ Նիկոլա տեր կանգնենք խաղաղությանը, պիտի խաղաղությունը լինի, որ տեր կանգնես, այդ խաղաղությունը չկա, ինչին տեր կանգնես։ Ինձ ցույց տվեք այդ փաստաթուղթը, որով գոնե դե յուրե է հաստատված խաղաղությունը, որ տեր կանգնեմ։ Այսինքն այդ խոսակցությունները խաղաղություններ չեն։ Ուրեմն Բևերին քվեարկեք համար 8, որտեղ Բևերը կրկնում եմ, եւ իր գործունեությամբ, եւ արդյունքով, եւ նվիրվածությամբ, եւ նաեւ դիմանալով հալածանքներին ու գայթակղությանը, շատերն ասում են, դե Բևերը, ասենք մեծ թիվ չունի բան։ Լսեք, այդ որ կուսակցություն է այսքան հալածանքի ենթարկվել, ընդհանրապես գոյություն կունենար։ Մի հատ նայեք, քանիսը եկան անցան գնացին, անգամ խորհրդարանում մեծ բաներ ունենալով, ներկայացվածություն ունենալով, ուր են չկան։ Որտեղ բավական էր մի քիչ, հիմա ենք տեսնում, մի փոքր ճնշում են, դեռևս ընտրությունները չսկսած, մարդիկ արդեն մասսայաբար ինքնաբացարկներ են հայտարարում, չէ, այդպես չի։ Դրա համար դուք գնահատեք մարդկանց արածը, հաշվի առեք, որ խոստումներով չի կատարվում, այլ գործի հիման վրա շարունակելու, եւ ես այստեղ ուզում եմ արդեն հնչած միտքը շարունակել։ Եթե մենք կարողացել ենք անել այսքան բան չունենալով հնարավորություն միջոցով, դա այդ հարցի պատասխանը ինչ կտա, մեզ հնարավորություն կտա։ Այո, հնարավորություն կտա, թեկուզ եւ փոքրաթիվ հնչեցնելու։ Ես մի միջադեպ նոր հիշեցի, ես պատմեմ։ Երեք հեռախոսազանգ եմ ստանում Դամասկոսից։ Շենք զարմանալի է, էլի այսօրվա վիճակ Սիրիա, Դամասկոս եւ զանգում այն շվեյցարացի գիտնական, որը Դամասկոսում է եւ կարելի ասել ոչ միայն գիտնական, որովհետեւ մենակ գիտնականները հիմա Դամասկոս գնում են ինչ անեն, այնտեղ ուրիշ գործ կա։ Գիտեք ինչի է զանգում։ Ասա, պարոն Պապյան, ես այստեղ ես դե նվիրել էի գրադարան, ծանոթացա Ուլսոնի իրավարար վճռին։
հիացած եմ, ապշած եմ ու զարմացած եմ, բա Հայաստանը ասման նման հնարավորություններ ունենա ու սրա մասին չխոսա, սա ձեր պաշտպանական առաջի շերտն է, այ սա որ ասում են դա կհանգեցնի պատենթակառակը, սա անվտանգային նոր շերտ է, որտեղ աշխարհը հասկանում է, որ օկուպանտ Թուրքիան, օկուպանտ Ադրբեջանը ամեն ինչ անելու են որպիսի իրենք քեզ իրավունքներից զրկեն եւ աշխարհն էլ ընդհակառակը պարտավոր ազգում է ամբողջին տեր կանգնելու այսինքն այս հարցը պիտի ինքը լուծի որպիսի մյուսին գնա շատ པարզ օրինակ ունենք Արցախի օրինակը տեսեք քանի կար Արցախը արևմտյան Ադրբեջանի մասին չկար այդ խոսույթը Զանգեզուրի Սյունիքի մասին չկար խոսույթը հենց Արցախը վերացավ ժամանակավորապես գրավեցին Մենք այսօր այս խնդիրները ունենք։ Այո, հիմա այն մարդիկ, ովքեր մտածում են, որ այ եկեք, հիմա Նիկոլ Փաշինյանը դա է տալիս, անկլավներն էլ տանք լավ կլինի, ոչ։ Ինչպես Գևորգ Սաֆարյանը վերջերս ասաց, հիշենք մեր դասականին Թումանյանին, հաջորդ ճուտն են ուզելու, եւ մի օր է ձեր ճտերը վերջանալու է։ Դուք այլևս չեք ունենալու եւ գալու է աղվեսը եւ կացնով կտրելու է, սա է հարցը։ Մի օրինակ բերեմ 150 ես դրա մասին խոսեցի 150 միլիարդի պահանջը որը Ալիևը պաշտոնապես հնչեցրել է արդեն դուք չեք կարողանալու տակ Նիկոլ Փաշինյանն էլ չի կարողանալու տակ հետեւաբար դա այսօր պետքա կանխել որովհետեւ վաղը դա պատերազմի հիմք չլինի Դե Փաշինյանն ասում է չկա Սյունիքի հարց չկա ադրբեջանցիների գալու հարց հերիք է դրանով փորձեք մարդկանց խաբել Դե հիմա ասելով չի, ես նորից եմ կրկնում, մտեք, ծանոթացեք, նորից եմ կրկնում, ես մի հատ իմեջի վրա անցյալ օրը դրել եմ 2 օր առաջ, մի ցանկ հղումներով, լինքերով, պաշտոնական, խորհրդարանական, լինի Ալիևի ելույթների մեջ, լինի միջազգային տարբեր փաստաթղթերի, թե որտեղ է խոսվում իրացած գոյություն չունեցող 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձի մասին, որտեղ խոսում է նաև ռազմատուգանքների եւ այլն։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանը ունի մեծ հնարավորություն, որտեղ մենք հիմա խոսում ենք, ես չգիտեմ, մեզ քանի հազար մարդ է նայում, բայց իր խոսքերը 100,000-ներ անընդհատ կրկնում են եւ նաև հոգեբանորեն եմ հասկանում մարդկանց համար ցանկալի է որ Նիկոլը ճիշտ լինի, որտեղ երբ որ ամեն ինչ լավ է, իրենք ոչինչ անելու պարտավորություն չունեն, բայց երբ որ մենք ահազանգ ենք հնչեցնում, հիշեցնեմ, որ հենց ինչու կոչվեց Սարդարաբադ շարժումը ժամանակին եւ ես էլ ժամանակին բանը սա մեր վերջին Սարդարաբադն է հնչեցրեք զանգերը մենք զանգեր հնչեցնողն ենք սա շատ կարեւոր բան է մենք ահա զանգողն ենք որ պատրաստվես որովհետեւ եթե դու գիտակցում ես վտանգը դու կարող ես պատրաստվել դրան եւ հաղթես իսկ եթե դու քեզ ներշնչում ես որ ամեն ինչ լավ այս Նիկոլը դա է անում ներշնչում այ որ ամեն ինչ լավ է հետո ժողովուրդը հայտնվում է հանկարծակի հարվածի տակ եւ տեղի ունեն ինչ որ տեղի ունենում դրա համար կրկնում եմ կան բազմաթիվ պատճառներ եթե նաև տնտեսական զարգացման հասով ճիշտ է մենք դրա մասին շատ չենք խոսում ի տարբերություն մյուսների Ես այդ հարցին էի գալու տեսեք Նիկոլ Փաշինյանը գնում է մարզեր շատ այսպես ժողովրդի սրտից բխող բաներ է ասում ժողովուրդ ջան ձեր թոշակն ենք բարձրացրել ասֆալտ ենք արել դպրոց ենք սարքել շուտով նոր ծրագիր կա շատ լավ է լինելու շարունակելու ենք այս ամեն ինչը հիմա ազգային ժողովրդավարական բևեռը որ քարոզարշավի շրջանակներում գնում է մարզեր սրան համարժեք ինչ ունի առաջարկելու ժողովրդին որ այն ասում եմ նախ դա թողած չէ հայտնի խոսք կա չընկնի Նիսիայի հետևից Մյուսները կպատասխանեն, ովքեր ես ուղղակի մի փաստ բերեմ, քանի որ դուք ասֆալտի մասին հիշատակում արեցիք։ Էլի մտեք Facebook-ի իմեջը, ես տեղադրել եմ յուրաքանչյուր տարի քանի կիլոմետր ասֆալտ արվել Հայաստանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի օրոք տարեկան 300-ից 500 կիլոմետր արվում։ Կներեք, նախորդ իշխանությունների ժամանակ նույնքան եւ ավել արվել։
Նույնքան եւ ավել է արվել, նայեք համեմատեք։ Հիմա Qasem Papian-ը նախկիններին է պաշտպանում։ Ես ճշտամարտությունն ու արդարությունն եմ, մտեք պետական, պաշտոնական տվյալները դարեք, համեմատեք, քանի կիլոմետր ասֆալտ արել, որակի մասին չեմ խոսում։ Նախկինների որակն էլ վատ էր, իսկ ներկաները ընդհանրապես որակ չունեն։ Նույնը վերաբերում է դպրոցներին։ Մտեք, նայեք պաշտոնական տվյալները, քանի դպրոց է կառուցվել, որ տարին քանի դպրոց է նորոգվել։ Ծրագրի անունը դրել են 300 դպրոց 500 մանկապարտեզ, թե հակառակը չեմ հիշում, եւ դրանով խապենք։ Կներեք, առ այսօր 35 դպրոց է կառուցվել, 25-ը նորոգվել։ Ինչ են գլուխ հարթուկում։ Պաշտոնական տվյալները, կառավարության տվյալները, ես ասում եմ այն տվյալները, որ վարչապետի էջում դրած է։ Հայո, ասում են, մենք էս ենք անելու։ Բայց փողերը չեն կերել, չէ՞, դպրոցը։ Ով ասես չեն կերել։ Ով ասես։ Նիկոլ Փաշինյանը չգնաց դպրոցի այդ ցնցուղը, ասեց էս 4000-անոց ցնցուղը, չգիտեմ 60000-ով է կարել, կանխիչներն էլ փոկեց, պարզվեց բանի պետք չեն։ Ինքը փաստեց, որ լավ էլ բյուջեն իրենց ձեռքում է, կգնան ժողովրդին կասեն, սա կանենք, նա կանենք, խոստումը կտան, քվեն կկորզեն։ Ժողովուրդ ջան, մի խաբվեք։ Չէ, դա մալ հենց Բևերն էլ է դա ասում։ Շուրջ ջան, մի խաբվեք։ Այս գիտեք ինչա, եթե դուք պիտի առանց քննական մտածողության ընդունեք այն ինչ որ ձեզ ասում են, հետո մի մեղադրեք ուրիշներին ինչի խաբվեցիք, որովհետև դուք ուզում եք խաբվեք։ Բայց ինչ գրավիչ բան է առաջարկում Բևերը ժողովրդին, որ նա թողնի գա ճշմարտությունը, անվտանգություն, ապահովություն, զարգացում, խաղաղություն եւ այլն, ո՞ց թողը։ Այդ 10000 բանը դրամը ինչ է տալու։ Արցախում շատ լավ սոցիալական ծրագրեր էին իրականացվում, լավ էլ տեղեր կար ասֆալտում էր, ինչ եղավ։ Առանց անվտանգության այդ ամբողջ է ավազի վրա կառուցած դղյակներ են, դա ամբողջը կորցնելու է, թողելու է թշնամի։ Իսկ են եթե մեզ հաջողվի, իսկ մենք դա կարող ենք անել, նույն Միացյալ Նահանգների հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել, ինչա, կարծում եք դա լինելու է վերացական։ Դուք նոր եք պատրաստվում հաստատել, Նիկոլ Փաշինյանը հաստատել է, Նիկոլը հաստատել է։ Նիկոլ Փաշինյանը չի հաստատել։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի հաստատել, երբ որ դուք նայեք ներդրումների թվերը, ինչ ներդրումներ է կատարվում յուրաքանչյուր տարի ուղիղներ դրսից Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը ամենացածր ցուցանիշներն ունի։ Եվ երբ որ նայում եք կապիտալի արտահոսքը եւ փակվող ձեռնարկությունը էլի շատ, բայց թվերը նայեք եւ մի խաբվեք, ամեն ասացին մի խաբվեք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Նախ անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությանը եւ այդ խապկան Անդրադարձել ես դրան այդ արդեն։ խապկանքին, որ արևմտյան Ադրբեջան հայեցակարգ չկա եւ այլն։ Այսօր կարծեմ Նիկոլ Փաշինյանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից արևմտյան Ադրբեջան հայեցակարգի առաջ տանելը խաղաղության օրակարգին չի նպաստում։ Եվ մենք հարց է առաջանում, եթե չկա այդ օրակարգը, ինչի է Հայաստանի արտգործնախարարը նման հայտարարություն Նախիջևանը ասած կա։ Առաջիկա օրերին Նախիջևանում ինչ որ մեծ հավաքույթ են կազմակերպել։ Այո, արևմտյան Ադրբեջանի վերադարձի վերաբերյալ ուրեմն կազմակերպում են միջոցառումներ, որին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Արարատ անունով արտգործնախարարը Արագած։ Արարատ անունով արտգործնախարարը հայտարարեց, որ նման գործելավոճը չի նպաստում խաղաղությանը։ Այսինքն Հայաստանի իշխանությունները իրենք ընդունում են, որ Ադրբեջանը խաղաղության չի գնում։ Եվ իրենք հայ ժողովրդին խաղաղություն բառով խաբելով հիմին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսպես կոչված սահմանազատման շրջանակներում նրանք նաև Ադրբեջանին պատրաստվում են հանձնել այսպես կոչված անկլավները։ Ինչի արդյունքում Ադրբեջանը նաև վերահսկողություն է սահմաննելու Հայաստանի եւ Իրանի, ինչպես նաև Հայաստանի եւ Վրաստանի միջև, ուրեմն կապուղի հանդիսացող մայրուղիների նկատմամբ։ Այսինքն իրենք իսկ հայտարարում են, որ Ադրբեջանը չի գնում դեպի խաղաղություն, եւ իրենք իսկ հայտարարում են, որ ավելի ու ավելի տարածքներ են հանձնելու Ադրբեջանին Հայաստանի պաշտպանությունը ավելի ու ավելի խոցելի դարձնելով։ Իրենք Ադրբեջանի պահանջով կրճատեցին հայկական բանակը, իրենց իսկ падգամավորի հայտարարությամբ, ես չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, բայց իրենց падգամավորը հայտարարեց, որ 3 անգամ կրճատվել է հայկական բանակը։
Եվ այս գործունեությունը որևիցե կերպ չի տանելու խաղաղության, երբ որ դու տեսնում ես քո թշնամին պատրաստվում է քեզ գրավել, դու միտումնավոր նրա պահանջով թույլատնում ես քո երկիրը եւ նրան էլ հրավեր ես կատարում, ասում ես արի քո անկլավները, որպեսզի կարողանաս մեր միջպետական մայրուղիները։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է, Ադրբեջանն ասում է արևմտյան Ադրբեջան, Սյունիքի տարածքին, որովհետև մենք էլ անդադ ասում ենք Արցախ, ինքը Արցախ չի ասում, Լեռնային Ղարաբաղ, ամեն օր այս խոսույթն է լսում, այսինքն ասում է չպիտի խոսեք Լեռնային Ղարաբաղի, Արցախի մասին, որպեսզի Ադրբեջանն չխոսի Սյունիքի նկատմամբ իր նկրտումների մասին։ Եվ բացի այդ, այսօր Արարատում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մայիսի 28-ին հայությունը կտեսնի նոր բանակը մեր գեր ժամանակակից տեխնիկայով, եւ որ Հայաստանն առաջին անգամ մտել է զենքի միջազգային շուկա որպես արտահանող, նման բան չի եղել եւ իր իշխանության օրոք է եղել սա։ Ուրեմն Հայաստանում սրա մասին մենք նաեւ խոսել ենք։ Իրեն ճարգում եմ այս 28-ի զորահանտեսի հետ վերաբերող առանցին եթեր ունենանք։ Ասելի շատ կա։ Եվ մայիս 28-ից հետո նաև մենք պատրաստ ենք ուրեմն այդ ԿՊԱ-ական խմբակի որևիցե բանավեճի, չնայած այդ խմբակում ռազմական գործից ընդհանրապես հասկացողներ չկան, բայց մենք պատրաստ ենք նաև զորահանդեսի վերաբերյալ բանավեճ ունենալ։ Բայց սա մայիս 28-ից հետո։ Ինչ վերաբերվում է անվտանգությանը, որի մասին մենք խոսում ենք, Նիկոլ Փաշինյանը կատարում է գործողություններ, որը բերում է Հայաստանի թուլացմանը եւ ինչպես պարոն Պապյանը նոր ասեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի գործունեությունը կապված չի Հայաստանի գործունեության հետ։ Նրանք ունեն իրենց ռազմավարական ծրագրերը, Ադրբեջանի մակարդակով դա արևմտյան Ադրբեջանն է, Թուրքիայի մակարդակով դա թուրքական աշխարհն է, որի մեջ Հայաստանի Հանրապետության գոյություն չի մտնում։ Եվ անկախ նրանից Հայաստանի Հանրապետությունը ինչ դիրքորոշում կարտահայտի, նրանք իրենց պլանները չեն փոխելու։ Ինչ վերաբերվում է այդ ստին, որ արևմտյան Ադրբեջան խոսույթը արվում է, որովհետև մենք Արցախի նկատմամբ մեր իրավունքներից չենք հրաժարվում։ Հիշենք Մոնթե Մելքոնյանի այն հայտարարությունը, որ եթե մենք կորցնենք Արցախը, կփակենք հայոց պատմության վերջին էջը, եւ սա Մոնթեի կողմից ինչ որ հայրենասիրական զեղում չէր։ Մոնթեն լինելով նաև պատմաբան մասնագիտությամբ բացատրում էր իր մոտեցումը, որ հայտնի է, որ Ադրբեջանը բացի ուրեմն Արցախից նաև նկրտումներ ունի Սյունիքի նկատմամբ։ Եվ այս նկրտումները առկա են դեռ արդեն 100 տարի է։ Հա դեռ առաջին հանրապետության ժամանակահատվածում Ադրբեջանը նկրտումներ ուներ Սյունիքի նկատմամբ։ Եվ եթե չլիներ սկզբից Անդրանիկի, հետո Նժդեհի դիմադրությունը Սյունիքում, թուրքերը նաև Սյունիքը կգրավեին։ Եվ նրանք ասում էին, նաև Թուրքիան ուղիղ տեքստով ասում էր, որ մենք չենք ուզում, որ Թուրքիայի եւ ուրեմն թուրքալեզու այդ եղբայրական ժողովուրդների միջև լինի ուրիշ պետության, տվյալ դեպքում Հայաստանի տարածքը։ Այսինքն արևմտյան Ադրբեջան հայեցակարգը Ադրբեջանը նոր չի հորինել։ Այդ անունն են հիմա այդպես ձևակերպում։ Նրանք միշտ էլ այդ նկրտումները ունեցել են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբում է հայ ժողովրդին եւ նմանատիպ մանիպուլյացիաներով ստեղծում է իրավիճակ, որ երբ որ համաշխարհային քաղաքականությունը թույլ տվեց, Ադրբեջանը անցնելու է հարձակման եւ տապանակար է դնելու հայոց աշխարհի վրա, ինչպես որ ասվում է հայտնի ֆիլմում։ Ինչ ենք առաջարկում մենք։ Մենք առաջարկում ենք նախ պաշտպանություն։ Այո, եթե դու չունես պաշտպանություն, դու չես կարող ունենալ ոչ տնտեսություն, ոչ սոցիալական ծրագրեր, ոչ դպրոցներ, ոչ բիզնես, այսինքն պետության առաջին գործառույթը դա պաշտպանությունն է։ Սակայն սա չի նշանակում, որ մենք չենք առաջարկում տնտեսական զարգացում։ Եթե մարդիկ բացեն եւ մեր ծրագիրը նայեն տնտեսական բաժնում, մենք վերստին խոսում ենք օրինակ 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասին։ Ես հիշեցնեմ, որ երբ որ մենք խոսում ենք, որ տնտեսությունը պետք է ուղղել դեպի 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, Հայաստանում շատ քիչ մարդիկ գիտեին, թե ինչ բան է արհեստական բանականություն։ Այսօր արդեն բոլորը դա գիտեն։ Բայց երբ որ մենք դրա մասին խոսում ենք, շատերը անգամ չէին էլ լսել, թե դա ինչ բան է։ Այսինքն ազգային ժողովրդավարական բևեռը միտված է ունենալ գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական տնտեսություն եւ այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա։ Արդյունաբերական հեղափոխությունները առաջացնում են
այսպես ռեստարտի իրավիճակ, որտեղ այն պետությունները, որոնք որ չեն ունեցել ուրեմն գիտատեխնիկական էվոլյուցիա արդյունաբերության մեջ, կարողանում են 0 կետից մոտավորապես, այսպես ասենք, ոտ գցել նաև այն պետությունների հետ, որոնք ունեցել են այդ զարգացման էվոլյուցիան։ Արդյունաբերական հեղափոխությունը համաշխարհային տնտեսության մեջ այս ռեստարտն է ռեստարտի հնարավորությունն է առաջացնում, եւ մենք շատ վաղուց ենք առաջարկել պատրաստվել դրան եւ օգտագործել այդ հնարավորությունը։ Այնպես որ ուրեմն մենք առաջարկում ենք եւ սոցիալական ծրագրեր, եւ տնտեսական ծրագրեր, եւ գիտատեխնիկական զարգացում, այսինքն բևեռին իհարկե պետք չի վերաբերվել միայն որպես պաշտպանական գործոն։ Ես մի նախադասություն պարզապես Հայաստանը դուրս է եկել միջազգային շուկա զենքի վաճառքի։ Նայեք, ես այն միամիտներից չեմ, էլի, հենց որ ես բաները սիրում եմ ստուգել։ Ուրեմն աշխարհում մի կազմակերպություն կա, դա Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրման ինստիտուտն է, որը արձանագրում է զենքի ցանկացած վաճառք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի իշխանը հայտարարել միլիոնավոր դոլարի վաճառք, որը չի ստուգել ենք, նման բան չկա տեղ։ Գոնե արձանագրված չի։ Կամ ուրեմն Ստոկհոլմի ինստիտուտն է խափում, կամ Հայաստանի իշխանությունները։ Ճուկ ժողովուրդ արդեն մտածեք ով է խափում։ Մնացածը արդեն հերթական բան է, գովազդ է։ Ինչ վերաբերվում է ռազմարդյունաբերությանը եւ զենքի վաճառքին, նախ առաջինը պետք է հիշել, որ Հայաստանը չունի ռազմարդյունաբերական համալիր եւ այս ուրեմն իշխանությունները հրաժարվեցին այդպիսի համալիր ստեղծելուց։ Իդեպ այս իշխանություններին շատ խոշոր առաջարկ եկավ արտասահմանից ստեղծել ռազմարդյունաբերական մի ամբողջ շղթա, ոչ համալիր, բայց համենայն դեպս համալիրի մի ամբողջ շղթա, եւ այս իշխանությունները հրաժարվեցին դրանից։ Այն պոտենցիալը, որը ունի Հայաստանի գիտատեխնիկական համայնքը ռազմարդյունաբերության մեջ, երբեք չի օգտագործվել եւ մինչ օրս չի օգտագործվում իշխանությունների կողմից։ Այն մոտեցումները, որը մեր ինժեներները բազմաթիվ անգամ առաջարկել են եւ առաջարկում են մինչ օրս, չի օգտագործվում ի նպաստ ուրեմն մեր ռազմարդյունաբերությանը։ Այո, Հայաստանում կա ռազմարդյունաբերական կան որոշակի ընկերություններ։ Ասեմ ձեզ, դա նրանք միշտ էլ եղել են։ Հնարավոր է այս ժամանակահատվածում որոշակիորեն շատացել են այդ ընկերությունները։ Այո, դա հնարավոր է։ Այո, Հայաստանում որոշակի զենք եւ զինտեխնիկա ոչ շատ բարդ, զինտեխնիկա արտադրվում է, բայց դա արկա պոտենցիալի 10% անգամ չի կազմում։ Այնպես որ նրանք հերթական անգամ ընտրություններից առաջ եւ որ այս շոուով փորձում են խաբել հայ ժողովրդին, հայ ժողովուրդը պիտի իմանա, որ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում այն պոտենցիալը, որը առաջարկում է Հայաստանի գիտատեխնիկական համայնքը։ Ես շարունակելով միտք ասեմ, բացառված է այդ Նիկոլ Փաշինյանը սուտ խոսի, երբ եք լսել, որ սուտ խոսի, ես Արցախն էլ մեր վերահսկողության տակ, ոնց որ ասում էր Շուշին ու Ադրուտը ազատագրեց, սկզբում ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, ասեց, տեսեք ինչ լավ Հայաստան։ Մի խոսքով, տեսեք, ինքը ոչ առաջինն է, ոչ երկրորդը, ոչ երրորդը, ոչ 20-րդը, իրենք զբաղված են ուղղակի այսպես իրար հերթ չտվող ստախոսությամբ, այսինքն սուտը ստի հետևից, հետո հորինում են մի ուրիշ սուտ, որ ծածկի այդ մյուս սուտը, հետո մի ամբողջ ստեր, պետք չի քննարկել իրենց ստերի այդ շարքը, սիրելի ժողովուրդ, այսինքն խափնվել հնարավոր է մի անգամ, երկու անգամ, բայց անընդհատ խափնվելու տենդենսը լավ տեղ չի տանելու ու այդ վատ տեղը արդեն մենք հասել ենք։ Ինչ եմ ուզում ասեմ, ընտրություններին անպայման մասնակցեք, նախ Դու ոնց որ արդեն հավարտում ես, հա, ես մի հատ էլ հարց ունեմ, որովհետև ես ուզում եմ այս անընդհատ շեշտեմ, որովհետև ընտրություններին մեծ մասնակցությունը կարող է նաև իշխանազրկել այս իշխանության Նիկոլ Փաշինյանին, հա, ընտրությունը վերարտադրությունը կասեցնել շատ կարևոր նախապայման է եւ անպայման ազգային ժողով
եթե ունենակ ազգային ժողով ունենակ, ինչ ձևի ազգային ժողով էլ լինի, մեր ուժի արկայությունը ձեզ շանս է տալու, ձեզ հնարավորություն է տալու, որ ձեր ձայնը երբևիցե ոչ մի կերպ չլռեցվի։ Այս տարիների ընթացքում հենց մենք դա ենք ապացուցել, որ ձեր այն ինչը որ դուք կաշկանդվում եք ասել, կաշկանդվում եք խոսել, բողոքել, բևեռ այդ ամեն ինչը բարձրաձայնելը առանց կաշկանդվելու, առանց հաշվի առնելու, որ դրա արդյունքում ինքը հալածվելու է։ Այնպես որ այդ գործիքը, այդ հնարավորությունը պետք է տակեն քաղաքական ուժին, ով վաստակել է այդ ամեն ինչը։ Մի երկու փաստել ես ավելացնեմ։ Տեսեք, դպրոցների պահով մեր հայրենակիցները մի բան պետք է հիշեն։ Նիկոլ Փաշինյանը 237 դպրոց է փակում Սյունիքում եւ Շիրակի մարզում։ Սյունիքում եւ Շիրակի մարզում դպրոցների փակվելը բերելու է նրան, որ արդեն իսկ մենք տարբեր հեռուստաընկերությունների կողմից ռեպորտաժներ ենք տեսել, թե գյուղացին ինչպես է ասում, որ ես չեմ կարող իմ երեխային երկու գյուղ այն կողմ դպրոց տանել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքը իր ձեռքով բոլոր գյուղական համայնքներում բնակիչներին դրդում է նրան, որ մարդիկ գան քաղաք, այսինքն հայաթափվելու են այդ շրջանները։ Հիմա հարց է առաջանում, ինչն է սարքում, անգամ Շիրակի մարզում Մեղրաշատ գյուղի ուրեմն դպրոցներ տեղադրված, դա համացանցում կա, նոր սարքված դպրոց էր, որը պետք է փակվի։ Իդեպ ես հիշում եմ դպրոցի բացումը, ես լուսաբանել եմ։ Հիմա հետաքրքիր 70-ից ավել էլ աշակերտ ունի։ Ահա, հիմա հարց է առաջանում, օրինակ ինչը պետք է ինքը ցույց տա, որ ես ինքը ոչ մի թող չքանդի, թող չփակի, իր անելը մեզ պետք չի։ Իսկ իհարկե պարոն Սեֆիլյան այստեղ է որպես ռազմական ղեկավար, այո, գործիչ ես չեմ կարող, բայց ես միշտ էս եմ մտածել, երբ որ մայիսի 28-ին իրենք ինչ որ բաներ են ցույց տալու, եւ 44 օրյա պատերազմում, եւ 23 թվականից հետո բոլոր պատերազմին մասնակիցները վկայել են, որ մենք կնիքը վրան խփած այդ բոլոր զինամթերքը հանձնել ենք Ադրբեջան, ընդ որում Ադրբեջանը ցույց էր տալիս, թե ինչքան զինամթերք է բերել։ Հիմա այդ զենքը ունենալը, եթե ես տանը դանակ ունեմ, բայց ին վրա հարձակում են, ես այդ դանակով ինչ չեմ կարողանում պաշտպանել, այդ դանակը ոչ մի բանի պետք չի։ Այնպես որ թող ինքը ինչ որ դրոշակ չթափահարի, թող մենք սա ունենք, որ ունես ինչ, դու ինքնիշխան ես, որ դու դա օգտագործես։ Իսկ բևեռը բերելու է ունի չունի, այսինքն տեսեք, այս պոպուլիստական քայլ այդ շքերթին ինչ որ բաներ ցույց տալը, այդ որևէ բան չի կարա նշանակի, որովհետև այս ընթացքում մենք անընդհատ այդ շքերթները տեսել ենք, հետո այդ շքերթներ ցուցադրողների ելույթներն էլ ենք տեսել, այդ նույն շքերթը ցույց են տվել, հետո պատերազմ եղել, ասել են մենք 80-ականների, չգիտեմ, մետաղա ջարդոնով ենք կռվում, հետո կպարզվի այն մյուսը, այսինքն այս պոպուլիզմից, այս կրկեսից, այս ցուցադրությունից պետք չի զենքերը ցույց տալ այս ժողովրդին։ Այդ զենքերի ամենավառ ցուցադրությունը պետք է լիներ, որ որևէ փուլում կոշտ Ալիևին ասվեր ոչ։ Հիմա որևէ փուլում Ալիևին ասվեր ոչ, սա չի զիջվել։ Հենց այդ զենքերը ունենք, որը որ ուղղված է մեր պաշտպանության, այսինքն մենք զինված ենք, մեր պետության անվտանգային համակարգը կայացած է, բայց այդ մարդը հայտարարում է նույն ուժգնությամբ, որ ես չլինեմ, պատերազմա լինելու։ Եղբայր, 8 տարի ժամանակ կար ձևավորելու անվտանգային համակարգ Հայաստանի համար, որ դու եթե ձևավորած լինեիր, ես առաջարկում եմ, երբ որ ԿՊ-ից լինի, կբանա, որ դու անվտանգային համակարգը պատրաստած լինեիր, պետք է ասեիր, էլ կապ չունի, Ժորժ ջան, ես կընտրվեմ, չեմ ընտրվի, տեսեք ինչ պետություն եմ սարքե, ինչ անվտանգային համակարգ եմ սարքել, նշանակություն չունի, խաղաղությունը կայացած փաստ է, ժողովուրդն էլ ազատ ընտրության միջոցով կամ արտահայտման միջոցով թող ձևավորի խորհրդարան, ձևավորի
գլխավորի իշխանություն, բայց Ես շանտաժի ԿՊ-ի գնալը չեմ, Գևորգ ջան։ շանտաժի գնալը իր շանտաժի չէ, ես քեզ չեմ ասում, ընդհանուր մեր հերոստատիկների հետևորդներին թող լսեն իմանան, որ եթե մարդը շանտաժ է անում, որ խաղաղությունը կապված է հենց ուղիղ իր անձի հետ, նշանակում է ինչ էլ ցուցադրի, այդ ցուցադրածը կեղծ է եւ այնտեղ մեծ վերլուծություն պետք է լինի, որը ինչքան է արդյունավետ, որից քանի հատ կա եւ ես ասեմ, որ այդ մնացածը նաեւ իր մեջ ռազմական որոշակի ու ոչ որոշակի, նաեւ մեծ մասը նաեւ գաղտնիք է պարունակում։ Ինչի համար Արմինեն վերջացնի։ Ես պարոն Պապյանի ասածը կհիշեմ, որ պարոն Պապյանն ասեց, եթե մենք այդքան ռազմականացված երկիր ենք, այդ դեպքում ինչու ենք վախենում սեպտեմբերին պատերազմից, հա, տրամաբանական է եւ մի բան էլ Արևմտյան Ադրբեջան ուրեմն խոսույթը Ալիևը եւ պաշտոնական Ադրբեջանը Պանդորայի արկղը այսպես ասած բացվեց, երբ որ 2022 թվականի հոկտեմբերին Նիկոլը Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին արդեն Ալիևը հայտարարեց, որ Հարավային Կովկասում Հայաստանը որպես պետություն, հայերը երբեք պետություն չեն ունեցել։ Այսինքն այն խոսույթը էր ասում մի քանի օր առաջ, որ այսքան հայեր չեն ապրել։ Ահա, այո, այն լեզուն, որ դրված է Ալիևի բերանում, դրա հենց պատճառը, դրա մեղավորը, դրա պատասխանատուն դավաճան հայ ազգի թշնամի Նիկոլ Փաշինյանն է։ Այո, ես եւս մեկ հարցի եմ ուզում անդրադառնանք եւ ամփոփենք արդեն ամփոփիչ խոսքեր ասենք այս հարցի հիման վրա։ Տեսեք, մեզ շատ են կողքից ասում ու նաեւ նման կարծիք կա, որ այո, դուք շատ լավն եք, շատ լավ գաղափարներ եք առաջարկում, բայց բևեռը փոքր ուժ է, դժվար հաղթահարի շեմը, ասենք 4%-ը պետք է ձայնը տալ ավելի ուժեղներին, որոնք հիմնականում մրցակցում են Նիկոլ Փաշինյանի հետ եւ կարող են իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին։ Խնդրեմ անդրադառնալ այս նարատիվին, որը այսպես ժողովրդի ուղեղներում փորձում են նստացնել, ովքեր էլ որ տրամադրված են քվեարկել բևեռի օգտին, սրանով գուցե հերու կպահեն, կվանեն, կասեն գնանք, լավ, Նիկոլին չընտրենք, գնանք այն մյուսին, ընտրենք, որ Նիկոլը իշխանության չլինի, բայց արդյոք թեկուզ եւ 4%-ով ձայն տալ բևեռին մուտք ունենալը մեծ բան չի, ազգային ուժի մուտքը խորհրդարան։ Խնդրեմ պարոն Սեֆիլյան, բևեռի խորհրդի անդամ։ Ընդհանրակը հենց այդ մասին ենք խոսում, մեր խոսակցության սկիզբը, որ մեր ժողովրդի մի հսկայական շերտ կա, որոնք չեն մասնակցում ընտրություններին, ենթադրելով, որ իմաստ չունի։ Բայց հենց հակառակը եւ մեր խոսքը հիմնականում, որ ասում ենք պետք է ակտիվ մասնակցեք ժողովուրդ, հենց այդ շերտին է ուղղված, որոնք համառորեն դակավին կարծես որ ունեն որոշում չմասնակցելու ընտրություններին։ Եթե այդ շերտը դեղից շարժվի եւ բնականաբար մենք մեր հորդորն է որ քվեարկեն բևերին, այստեղ խոսքը չի, այսինքն ինչքան շատ ձայն կա այդ пассив շերտից, դա ի վնաս գործող իշխանությունների է լինելու։ Այսինքն գործող իշխանությունները ոչ միայն նրանց հնարավոր է այդ ակտիվությամբ երկրորդ տեղ հատկացնել կամ երրորդ կամ չորրորդ, սա գապված գապ ունի այդ հսկայական շերտին, որ չեն մասնակցում։ Եթե դրանք մասնակցեն եւ իրենց ցայնը դան այստեղ, ասենք, մասնավորապես մեր նման ուժին, լրիվ այսպես ասած սպասելիքները, կանխատեսումները, որ այսօր կատարվում է տարբեր աշխարհական կենտրոնների կողմից կփոխվի։ Եվ այստեղ ասած այն է, հայ ժողովուրդը ունի անելիք եւ հաշվարկները, շատերի հաշվարկները խառնելու, խանգարելու եւ ինչու՞ չէ նաեւ սեղանը շուռ տալու հնարավորությունը կա։ Եվ նորից առիթից օգտվելով մեր գոչն է, որ հայրենագիցներ անպայման գնացեք եւ քվեարկեցեք։ Բնականաբար առաջնահերթորեն հասկանում եք, որ գործող Թուրքիայի ընդհակա իշխանություններին ոչ մի ցամբեք չի հասնի, բայց մեր նման ուժին քվեարկել այնքան կարևոր է, որովհետեւ անցած մեր գնահատմամբ անցած 35 տարիները
մենք pedagoganաշինությամբ չենք զբաղվել։ Իսկ բևերը իր անհատություններից նաև մեկը այն է, որ pedagoganաշեն գազագերբություն ենք մենք ինքնիշխանության բաղադրիչի այսպես ասած էությունն ենք լինելու ապակա իշխանության մեջ։ Ազգային ժողով մտնելով մենք իշխանության մաս ենք լինելու եւ այդ մեր այնտեղ հայտնվելով մենք արդեն վարակելու ենք մեր ինքնիշխանության գրումը, որ դարիներ շարունակ մեզ հաջողվել է բաբանել այդ էությունը մեր մեջ, այնտեղ մենք մեր էությամբ վարակելու ենք նաև մնացած շրջանակներին։ Այնքան կարևոր է, որ նորից գրգնվում ենք, հավանաբար առաջիկա օրերին հաջող պիտի ասենք այս մասին, ովքեր որ հույս չունեն, որ ընդդություններով հնարավոր է փոփոխություն իրականացնել, այդպես չէ, իրավիճակ է փոխվել եւ ոչ միայն հնարավոր է կորձող իշխանություններին շպրտել դուրս, այլ ոչ միայն երկրորդ տեղում հայտնվեն, այլ երրորդ տեղում նույնիսկ հնարավոր է նրանք հայտնվեն չորրորդ տեղում։ Խնդրեմ արդեն ամփոփում ենք այս հարցի հետ կապված ձեր կարծիքը։ Ես եմ նախ առաջինը մարդիկ պիտի հասկանան, որ քվե տալով այս կամ այն քաղաքական ուժին, նրանք արտահայտում են իրենց դիրքորոշումը տվյալ գաղափարախոսության նկատմամբ։ Այսինքն, եթե մարդիկ ասում են, ինչպես դու նշեցիր, որ դուք լավն եք կամ ձեր գաղափարախոսությունը ճիշտ է, բայց դժվար է, բարդ է, դուք չեք ունենա այդ հնարավորությունը, շատ լավ, եթե այդ մարդիկ համարում են, որ այս գաղափարախոսությունը ճիշտ է, նրանք իրենց ձայնը պիտի տան այդ գաղափարախոսությանը։ Անկախ նրանից այդ ձայների համախումբը ինչ արդյունք կունենա, քաղաքացին դիրքորոշում է արտահայտում, որ ես կողմ եմ այս գաղափարախոսությանը եւ այդ դիրքորոշումը կիրառվում է ինչպես ազգային ժողովում, այսինքն երբ որ այդ մարդկանց քանակը բավարար է, քաղաքական ուժը անցնում է ազգային ժողով եւ այդ գաղափարախոսությունը տարածում է ազգային ժողովի ամբիոնից, իսկ եթե չի անցնում, այդ քաղաքական ուժը ուրեմն իր թիկունքում ունենում է այն մարդկանց աջակցությունը, ովքեր իրենց քվեն տվել են։ Այսինքն անկախ նրանից մենք կանցնենք ազգային ժողով, մենք չենք անցնի ազգային ժողով, երբ որ դուք ձեր քվեն տալիս եք ազգային ժողովրդավարական բևեռին, դուք լիազորում եք մեզ ձեր անունից շարունակել պայքարը։ Դա կլինի փողոցում, կլինի ազգային ժողովում, կլինի եթերում, դուք ձեր լիազորագիրն եք տալիս ազգային ժողովրդավարական բևեռին։ Իսկ եթե ձեր թվաքանակը լինի նաև մեծ, մենք կհայտնվենք ազգային ժողովում եւ կդառնանք ձեր ձայնը ազգային ժողովում։ Ձեր ձայնը, որը որ խլացվում է անընդհատ։ Ձեր ձայնը, որը որ չեն արտահայտում այն քաղաքական ուժերը, ում որ դուք չեք ուզում ձեր ձայնը տալ։ Եվ եթե դուք չեք ուզում ձեր ձայնը տալ այդ քաղաքական ուժերին, ուրեմն չպիտի տաք կամայական դեպքում։ Եվ եթե ուզում եք ձեր ձայնը տալ ազգային ժողովրդավարական բևեռին, պիտի տաք կամայական դեպքում։ Դրա համար մենք հորդորում ենք մեր քաղաքացիներին հնարավորինս մեծ զանգվածով մասնակցել, մեծ ծավալով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ ձայնը տալ ազգային ժողովրդավարական բևեռին, ով հանդես է գալիս 8-րդ համարի քվեաթերթիկի ներքո։ Իդեպ մինչև Արմինեն խոսքը կասի, ես նշեմ, որ սիրելի հայրենակիցներ, եթե օրինակ դուք մարզի բնակիչ եք եւ գտնվում եք ընտրության օրը Երևանում կամ գտնվելու եք, օրինակ ես այդպես եմ անելու, հնարավորություն կա դիմել ցանկացած Երևանում գտնվող ցանկացած ոստիկանական բաժանմունք եւ այնպես կազմակերպել, որ քվեարկության օրը դուք քվեարկեք Երևանում ձեր նախընտրած տեղամասում եւ դրա համար չհասնեք, օրինակ ես չեմ գնա հասնեմ Գյումրի։ Հա, մանրամասները հնարավոր է, այո։ Չէ, էլեկտրոնային եղանակով էլ է դա հնարավոր անել, էլեկտրոնային եղանակով կարող եք դուք ձեր ընտրատեղամասը փոխել, այսինքն Գյումրիից Երևան, բայց եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, կարող եք դիմել ոստիկանական բաժանմունք եւ տեղամասի փոփոխություն անել։ Ես օրինակ այդպես եմ անելու, որպեսզի Գյումրի չհասնեմ, կամ եթե դուք Երևանից եք, բայց այդ օրը գտնվելու եք, ասենք Գյումրիում, կարող եք մոտենալ եւ նախապես փոխել, արդեն իսկ վաղը մյուս օրը գնալ ոստիկանական բաժանում, կազմակերպել, որ այդ օրը օրինակ գնաք Գյումրի ձեր նախընտրած տեղամասում քվեարկեք։ Խնդրեմ Արմինե ջան։
Եվ ի վերջո, եթե մեր հայրենակիցները նստում են ու ծանր ու թեթև են անում, թե ազգային ժողովրդավարական բևեռը կանցնի խորհրդարան, թե չի անցնի, իսկ մտածենք, ինչ երկար, ծանր ու թեթև անելը, միգուցե հունիսի 7-ին վեր կենանք ու գնանք ընտրատեղամաս։ Ու մեր բարեկամներին ու հարազատներին է ինչ այդքան մտածենք, ծանր ու թեթև անենք, վերցնենք մեր հեռախոսը, զանգենք մեր հարազատներին, մեր բարեկամներին, ասենք գիտես հիմա ազգային մի ուժ կա, ազգային ժողովրդավարական բևեռ, քվեաթերթիկում համար 8 պետք է ազգային ուժը հայտնվի ազգային ժողովում ու մենք ոչ միայն պետք է օգնենք, որ իրենք հայտնվեն ազգային ժողովում, նաև հետո մենք պետք է մեր քվեով իրենցից պահանջենք, որ մեր իրավունքները պաշտպանեն։ Այսինքն դա տեխնիկական լուծվող խնդիր է, ոչ գումարի հետ է կապված, ոչ չգիտեմ ինչ որ ծանր ֆիզիկական բեռ է, ընդհանրապես պետք է շատ մարդիկ, ովքեր ասում են դե ես հավես չունեմ, դե ես չեմ վստահում, դե ես երբեք այս տարիների ընթացքում ընտրության չեմ մասնակցել, գիտակցեմ, որ սա հերթական ընտրություն չի, սա Հայաստանի կործանման խնդիրն է դրված ու մեզ բոլորիս է վերաբերում այս հարցը ու այս անգամ ով երբևէ չի գնացել ընտրության, վեր կենա ու գնա ընտրության եւ ընտրի ազգային ժողովրդավարական բևեռին ու կլինի դրա լուծումը։ Շնորհակալություն։ Մենք տարիներ շարունակ նաև մղել ենք փողոցային պայքար, տեսեք, ովքեր որ չեն ուզեցել կամ վախեցել են կամ կաշկանդվել են, որ ինչ որ աշխատանքից կազատվեն, չգան այդ փողոցային պայքարներից իրենց հեռու պահեն, խնդրեմ հիմի հնարավորություն է տրված առանց փողոցային պայքար մղելու գնալ ընտրատեղամաս, ընտրել քաղաքական ուժի, այսինքն առանց փողոցային պայքար մղելու այս հնարավորությունը կա, օգնեք մեզ գործիքակազմ տվեք, ձեր ձայնը բարձրացնենք եւ բացի ձեր ձայնը բարձրացնելուց, այդ մենք դասական падգամավորներ չենք լինելու, մենակ ձեր ձայնը բարձրացնենք։ Այդ Գևորգ Սաֆարյանի նման պատկերացրեք падգամավոր ունեք։ Ինչ է նշանակում մենակ ձեր ձայնը բարձրացնենք։ Մի քանի բան էլ իր կողմից ինքը բարձրացնի, բացի ձայնից։ Մարդը մոտ 2 տասնամյակից ավել պայքարի փովում է։ Հա, քաղաքական բովով, պայքարով, բանտերով անցած մարդ։ Ակադեմիկոս։ Հա, փողոցային պայքարի էլ ակադեմիա կարա ունենա։ Ինչ եմ ուզում ասել, այսինքն հիմի տրված է հնարավորություն քվեով գործիքակազմ տար մեր ձեռքը նախ կասեցնելու ինչ ձևի էլ ունենա, ինչպիսի տեսք էլ ունենա այս ազգային ժողովը, մեր ներկայությունը գլխիվայր շուռ է տալու այդ գործող ազգային ժողովի ընդհանուր բովանդակությունը, բնույթը, մենք դասական սովորական падգամավորներ չենք լինելու, ոնց որ մենք մեզ դրսևորել ենք փողոցային պայքարում, խիզախ, մեզ հաշվի չառնելով, մեզ չխնայելով, այսքան զրկանքներ կրելով, նույնը ու ավելի շատ մենք մեզ դրսևորել ենք ավելի բարձր գործիքակազմ ունենալով, ավելի բարձր գիտելիքներ։ Տեսեք, Արա Պապյանի նման մարդ ունի Հայաստանը, բայց արտաքին քաղաքականությամբ զբաղվում են մարդիկ, որոնք ոչ պատկերացում ունեն դիվանագիտությունից, ոչ ազգային ոնց որ ասած երազանք ունեն, ընդհանրապես ինչ որ դեկլարատիվ ֆիկտիվ գործողություններով են զբաղված կամ Ժիրայր Սեֆիլյանի նման մարդ կա Հայաստանում, բայց երկրի պաշտպանության, ռազմական, ընդհանուր մեր այդ սերնդի ազգային դաստիարակությամբ զբաղվում են մարդիկ, որոնք որ ազգային բառը նույնիսկ խոսելու, բարձր արտահայտելու միջոց չունենք։ Մենք բանտում ունենք Վարժան Ավետիսյանի նման մարդ, բայց տեսեք Հայաստանը ով է ներկայացնում։ Պերաշկին միջև sense կեսով չափ կուլ տվող այդ սննդի վրա այդ զարմացող մարդ է ներկայացնում Հայաստանը, տեսեք, սա խայտառակ վիճակ է։
կարճ կապեմ, մի խոսքով մենք ձեզ տալիս ենք այդ հնարավորությունը, մենք մեր վրա վերցրել ենք այդ պայքարելու այդ ոնց ասեմ, առաքելությունը մնում է քայլը ձերն է, որ ասած իգործ։ Շնորհակալություն։ Ես իդեպ միկրոֆոն ունեմ ես դեռ չեմ հասցրել լսել այդ հարցազրույցը, մինչև պարոն Պապյանի խոսքը փոխանցելը դա ասեմ։ Իդեպ պարոն Պապյան, ես այնպեսի խոսք եմ ձեզանից ակնկալում, որ մենք էլ 4%-ի մասին չմտածենք, մեկ էլ մտածենք, որ մի 60,000 քվ ունենալու ենք։ Ինչ կասեք։ Բայց մինչև այդ մի բան ասեմ, էլի։ Ուրեմն 160 Ինչ ասեցի, որ չեմ հիշում։ Չէ, 60,000-ը 6-7%-ի մասին է խոսքը։ Չէ, 5-6%-ի։ 160,000 Լավ։ Ես դեռ չեմ տեսել այդ տեսանյութը, երբ որ Գևորգը պարոն Պապյանի մասին խոսեց, պարոն Սեֆիլյանի մասին խոսեց, այո, իրենց արածը անգնահատելի է, եւ ուզում եմ ասել, որ Տիր մեդիան վերջերս տեսանյութ է նկարահանել պատերազմի Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից մեկի հետ, ով հարցազրույցի ընթացքում պատմում է, ասում է հենց այդ օրերին, երբ որ արդեն նկատելի է, ես մոտավոր եմ հիշում, երբ որ նկատելի է դարձել, որ հավանաբար Մոնթեի կյանքին վտանգ է սպառնում, Մոնթեն ասում է զինվորներին, որ եթե իմ հետ ինչ որ բան պատահի, կգնաք Ժիրոյի մոտ։ Ես շատ հպանցիկ եմ լսել։ Ես քանի որ տեսել եմ ներկայացնեմ այդ մասը, ուրեմն Մոնթեի զինվորներից մեկը զգուշացնում է իրեն, որ մի կանգնիր խրամատի վրա։ Եթե նաև կան տեսանյութերը, Մոնթեն միշտ գնում խրամատի վրա կանգնում, այսպես դիտարկում էր իրականացնում, ասում են մի կանգնիր խրամատի վրա, քեզ տեսնում են կկրակեն, կզոհվես։ Դու որ զոհվես, մենք ինչ ենք անելու։ Հա, ես հատվածն եմ տեսել։ Այո, Մոնթեն այսպես երկար մտածել, վերջում ասել է կգնաք Ժիրայրի մոտ։ Եվ խոսքը գնացել է Ժիրայր Սեֆիլյանի մասին, եթե մենք խոսում ենք այդ ամենի մասին, պետք է հիշել, որ Ժիրայր Սեֆիլյանը լինելով տակավին երիտասարդ, չափազանց երիտասարդ, թողել է ուրեմն Լիբանանում իր կյանքը, եկել է Հայաստան, մեկնել է Արցախ, դարձել է Վաշտի հրամանատար, հետո շատ ավելի մեծ զինվորական պաշտոն է զբաղեցրել եւ ես հիշում եմ, երբ որ մի ժողովի ժամանակ նստած ենք, պարոն Սեֆիլյանը այնտեղ առաջարկներ էր անում եւ ասում էր ախր սա շատ հեշտ է, այս գործողությունը կարելի է անել, այս քարոզությունը կարելի է անել, ընկերներիցս մեկը կողքից ինձ այսպես բրթեց, ասեց մեզ իր տեղն ա դրել։ Այսինքն մենք տակավին երիտասարդ այդ տարիքում ոչ միայն չենք կարող դառնալ գումարտակի հրամանատար, մենք գումարտակի գնդացրորդ էլ չենք կարող դառնալ։ Եվ այո, ես պիտի կիսեմ Գևորգի այդ առաջարկած միտքը, որ ազգային ժողովրդավարական բևեռի այդ կորիզը ձևավորող մարդիկ, սրանք այս մարդիկ նվիրյալներ են, այս մարդիկ գիտակից եւ ճանապարհ անցած մարդիկ են եւ մարդիկ են, ովքեր որ ում գործունեությունը չի սկսվել ընտրություններից առաջ եւ չի վերջանալու ընտրություններից հետո։ Ես մի բան պետք է վկայեմ, այս Քարոզ Արշավի ժամանակ է եղել, հիմա առիթն է, որ ես դա ասեմ, իհարկե ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների կողքին լինելով, ես ինքս իմ մասին կարող եմ, ես այնքան բան եմ սովորել ու գիտեմ, որ դեռ այնքան բան սովորելու եմ ու դա մեծ պատիվ է, բայց մի բան վկայեմ, ուրեմն սիրելի ժողովուրդ, մենք Դավթաշենում անցկացնում ենք Քարոզ Արշավ, բաժանում էինք թերթիկները եւ մի տղայի, մի երիտասարդ տղայի ես մեր այդ բուկլետներից տվեցի, իր խոսքից հասկացա, որ ինքը լիբանանահայ է։ Հա, դու ինձ պատմել ես դա։ Ես ասացի իրեն դու լիբանանահայ ես, ասաց այո, ասում եմ երևի կիմանա Ժիրայր Սեֆիլյանին, ասեց թե այո, ինքը մոտ միգուցե 35-40-ի այդ տարիքին չհասնող երիտասարդ էր, ասեց այո, անպայման իհարկե ճանաչում ենք, մենք բոլորս ենք Լիբանանում ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին, լավ, վերջ է, հիմա այդպես շարունակեցինք,
հետաքրքիր մի բան, ուրեմն հետ եմ վերադառնում արդեն դեպի որ հետ գան խմբին մոտենաս, հա, ու ստացվեց այդ տղան փաստորեն սпасել էր, ես չգիտեմ ինքը այդ ինչքան էր սпасել, ինչ էր, որովհետև արդեն մութ էր ընկնում, ինձ կանգնացրեց Սիթի մոտ, Դավթաշենի Սիթի մոտ, ասեց թե դուք ասեցիք, որ դուք Ժիրայր Սեֆիլյանի խմբից եք, հա, ասում է ես մի բան եմ ուզում, որ դուք իրեն փոխանցեք, ես ճիշտ ասած անգամ առաջարկեցի, ասեցի, կուզեք ես հիմա պարոն Սեֆիլյանին զանգեմ, դուք խոսեք, ասեց ոչ, ինքը ինձ չի հիշի, որովհետև ես շատ փոքր եմ եղել, բայց իրեն ասեք, որ ես նույն ակումբում եմ ծնվել, չգիտեմ ինչու պարոն Սեֆիլյան, միգուցե դուք ասեք, ասած թե մենք հա, երևի, ես չհասկացա, բայց ասեց դուք իրեն այդ ձև ասեք, որ ես նույն ակումբում եմ ծնվել։ Անունը գոչում էր Ազդամարտ։ Ու մի բան էլ, ասած թե խնդրում եմ իրեն փոխանցեք, որ ինքը ինչ էությամբ որ կար, ես բառացի եմ ասում, նույն էությամբ ինքը մնացել է։ Ճիշտն ասած ես էլ բան չունեի ասելու, անգամ իրեն ասեցի մեր տեղը ասում է չէ Երևանը փոքր է, ոնց է լինի, ես մի օր պարոն Սեֆիլյանին կհանդիպեմ, ուզում եմ ասել, դուք չեք պատկերացնի այդ իմ համար, երբ որ դու գալիս ես մի շարժման մեջ, բոլոր մարդկանց մոտ բնական է միտք է չէ լինում, կարող է ես մի օր հանկարծ խաբված լինեմ, բնական է, չէ, որ բայց երբ որ դու նման մարդկանց վկայություն ես լսում, ես այդ օրը չգիտեմ, 2 թևս 4 թև դարձա ու ասացի, չէ, ինչ լավ է, ուրեմն սա իրոք ես գտել եմ իմ Երամին։ Ես չէի կարող այս վկայությունը չասել։ ասում է հերթը հասավ ձեզ։ Այո, եթե պայքարը լիներ իսկապես գաղափարական եւ հնարավորությունները լինեին իսկապես արդար եւ ոչ թե զարթուղի ճանապարհով տարբեր միջոցների օգտագործում եւ վարչական եւ ֆինանսական, վստահաբար մենք 160,000 եւ ավել էլ կունենայինք։ Բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունը եւ իր միջոցներով եւ ընդդիմության մեջ ստեղծելով կեղծ ընդդիմություններ, հսկայական աշխատանք զարներ փոշիացնելու։ Բայց անկախ այդ ամբողջից ես կոչ եմ անում ժողովուրդ, պայքարը պետք է լինի սկզբունքային, նվիրումը պետք է լինի անվերապահ։ Մենք այս հայրենիքի զավակն ենք եւ միևնույն ժամանակ ծնողը պիտի տեր կանգնենք։ Ես Նժդեի բառն եմ շատ սիրում, իմ գրքերի մի մասն էլ է տանող հայրենատիրություն, որտեւ հայրենասիրության հիմքը հայրենատիրությունը պիտի տեր կանգնենք։ Իսկ տեր են կանգնում անվերապահ ձևով, պատկերացնում եք, Նժդեը մտածեր, որ ինքը կարողանա պաշտպանի արդյոք Սյունիքը, թե չի կարա։ Մենք որ մտածենք, որ տարիներ պայքարում ենք, գիտեք, պայքարում ենք, չէ, դե բանի չենք հասնի, գնանք ամեն մեկս մեր համար փող սարքենք, չէ։ Այդպես չի, հետևաբար դուք ձեր սկզբունքներին համապատասխան պիտի քվեարկեք, ավելին պիտի հստակ լինի, որ ազգային ժողովրդավարական բևեռը անպայմանորեն իր տեղը պիտի ունենա քաղաքական դաշտում, ինչու տարբեր պատճառներ հնչեց այստեղ, ես սա ասում եմ ոչ թե որպես բևեռի խորհրդի անդամ, այլ որպես քաղաքագետ։ Առաջիկայում տարածաշրջանում մեծ ռազմական բախումներ են սպասվում, մեծագույն փոփոխություններ ալնելու միջին արևելքում, ներառյալ հարավային Կովկասը, եւ մեզ պետքա ազգային նվիրված ուժ Հայաստանի իշխանության մեջ, լավ կլինի Հայաստանի իշխանության գլխին։ Այդ դեպքում մենք ոչ միայն կկարողանանք եղածը պահպանել, այլ ընդլայնել, հզորանալ։ Չի լինի այսօրվա այս խղճուկ վիճակը զիջելով, տալով, չգիտեմ, համոզել, գցնել թշնամուն, որ իբր թե լավ կլինի, լավ չի լինի։ Մենք չենք ուզում, չէ՞ որ մենք կորցնենք մեր հայրենիքը։ Երբ որ Աստված հեռու տանի, ձեր զավակը կամ ծնողը հիվանդ է, դուք անում եք ամեն ինչ, որպեսզի փրկեք, չէ՞, մահամերձ է։ Չեք ասում այս բանը չանեմ, որտեղ ամենայն հավանականությամբ չի օգտելու, գիտեք։ Իզուր փող չծախսեմ, ջանք չդնեմ, դեղը չտամ, չի օգտելու, բա ինչ եք այդ ձև մոտենում ձեր հայրենիքին։ Բա ձեր հայրենիքը ձեր ծնողի չափ չկա։
Դուք պետք է պարտավոր եք անել այն անկախ նրանից թե արդյունքը ինչ կլինի։ Տվեք ձեր քվեն, պայքարեք եւ վստահեք արդյունքը կլինի։ Միայն պայքարն է ծնում հաղթանակ։ Եվ ձեզանից շատ բանի վերջը չի ուզվում, այստեղ խոսք եղավ, խոսեցինք, ձեզ ոչ ոք չի ասում հերոսաբար գնացեք, չգիտեմ ինչեր արեց, ոչ։ Գնացեք, մտեք այդ խուցի մեջ, անկախ նրանից ով ինձ ձեզ համոզում է, վախացնում է, շահագրգռում է, չեք կարող մերժել, մի մերժեք, բայց ձեր մտքի մեջ ունեցեք արդարությունը, այդ խուցի մեջ դուք եք եւ Աստված, եւ ձեր խղճի հետ քվեարկեք համարութին, անկախ թե ով ինչ է ասում, եւ մի վախեցեք, ոչ ոք չի իմանալու ոնց եք քվեարկել եւ ինչ եք արել, քվեարկեք եւ դուք կտեսնեք ինքներդ էլ կզարմանաք, ոչ թե 4%, այլ թե ոնց եղավ 14%, դա իրականությունը։ Իսկ եթե պիտի հարմարվեք, պիտի փորձեք ինչ որ նստեք հանդիսատեսի նման եւ բևեռից սարքեք գլադիատորներ, որ պիտի անընդհատ ձեր համար պայքարեն, դուք էլ պիտի բութ մատը վերև կամ ներքև դնելով ցույց տալ ձեր վերաբերմունքը, այդ ձև չի լինի։ Վերաբերմունք ցույց տալու ժամանակը հիմա է, հունիսի 7-ին է, գնացեք եւ քվեարկեք բևեռի օգտին։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Պապյան, շնորհակալություն բոլոր մասնակիցներին այս եթերի։ Շնորհակալություն նաև ձեզ, սիրելի հայրենակիցներ, չեք մոռանում, որ ֆինանսական օժանդակությունը ազգային ժողովրդավարական բևեռին շատ կարևոր է, դա կօգնի մեզ, թե քարոզչանյութեր շատ տպագրել, թե օգտվել, գոնե կարողանանք այս շրջանում վճարովի եթերներից օգտվենք, չեմ ասում հեռուստաաշտարակի վրա 5 միլիոնանոց գովազդ տեղադրել, բայց գոնե փոքրիկ գովազդային հոլովակներ տեղադրենք հեռուստաընկերությունների կամ լրատվական կայքերի եթերներում, որպեսզի ավելի շատ մեր ձայնը լսելի դառնա։ Չմոռանաք նաև, որ վաղը գալիս ենք Գեղարքունիք, իսկ շաբաթ օրը կլինենք Վանաձորում եւ կհանդիպենք Լոռու մարզում ապրող մեր հայրենակիցների հետ։ Լայքեք, գրեք մեկնաբանություններ եւ անպայման ձեր սոցցանցերի էջերում տարածեք այս ուղիղ եթերը։ Այսքանը բարի գիշեր։ Ասա որ ձեր հետ խոսում էր ուսագի Ձեր հետ խոսում էր ձեր սրտի լրագրողը Հերմինեն։ Շնորհակալություն, առողջ եղեք։